Արարատ բանկ։ Միավորիր սպառողական վարկերդ։ Արուսիկ, ես դու ես։ Բա ես։ Դու ով ես։ Համաձայն եմ։ Ով նեղացել է։ Փիղա։ Ասեցի կկանգնենք, մենք ստեղ իշնենք, ասեց, «Խի, գնում ենք, ինչ վատ»։ Պապա չաթում գրվա, do you want me? Չէ, Չի ուզում տենց անցկացնեի առաջին ամուսնական գիշերը։ Դե մի քիչ ինձ լակոտավարի բան էի թույլ տվել։ Ես ինձ ոնց եմ վառում։ Որ մենք էլ ենք սավցկում, եկեք մեր մասին եկեք։ Սև ցուցակ մեր վարչապետի տեխնացուն է Խորեն Լևոնյան։ Ձեր հանդեպ անձնապես ոչ մի բան չունեմ, զուտես հաղորդում։ Ես էլ անձնապես ոչ մեկի դեմ ոչ մի բան չունեմ։ Ես համոզված եմ, որ ստենստո իմ ընկերների մեջ չեն շփվելու։ Ներբեռնիր գլովը, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Всё, ռեքա։ Հա, լավ, լրջացանք Չէ, ես։ հակառակը ջրիկացանք, որովհետև եթերում է հենց այնպես է եւ այսօր հենց այնպեսի հյուրերն են Արուսիկ Տիգրանյանը եւ Հայկ Մկրտչյանը։ Ոնց։ Չէ, տերում իրական որտեղ կամերա, բայց Ոնց եք։ ոչ շատ ուրախ։ Շատ լավ։ Ընտիր, կուշտ, կերած, կոֆեով մի հատ էլ ցավազիր կողմ խմել եկել եմ։ Ես էլ ձեզ կհյուրասիրեմ մեր գործընկեր Անդակո ընկերության զուգիտալական բնական հյութերը, որոնք չեն պարունակում շաքար։ Դուք ընտրեք որ համն եք ուզում, ես ձեզ հյուրասիրեմ։ Լուրջ շաքար չկա մեջը։ Ընդհանրապես չկա։ Որտեղ Zero աղջիկս sugar added։ Շատ է սիրում սոկ, բայց ես շաքարից վախենում եմ, Հա, ես ես չեմ կարող երեխայի կտամ։ միայն Դե կողա էս տակինց իմանա։ Take away կարելի է, բայց հիմա որը հյուրասիրեմ, որ մյուսը տանես տուն։ Այս մեջտեղին ինչը։ Կարմիր նարինջ։ Այո։ Yes, ընտիր։ Դու հայ։ Ես հարմարվող եմ։ Այն որ բացում են, չէ՞։ Որը բացում է։ Ես մամայից քծիվ տեսակն եմ շարունակում էլի։ Շատ վատ եմ։ Լավ, ես միջև հյուրասիրեմ, դուք էլ արդեն սկսեք պատմել հենց այնպես պատմությունները, ես ես խնդրել եմ առանձնացնել, հիշել էպիկ հայտարարակ։ Արի սկսենք քո ճաշակի զարգացման պատմությունից։ Չէ, ես մի հատ պատմություն ունեմ, որը ես ընդ հիշել եմ, որ կարելի է պատմել։ Այո։ Ու դրա համար դրանից եմ սկսում։ Ուրեմն մանեիս ասեմ, հայտնել թող կուշ քեզ կասեմ, Արուսից լսեմ։ Ուրեմն ես 2019 թվականին Վենետիկում ստացա ամուսնության առաջարկություն եւ համաձայնվեցի ամուսնուցս։ Չէր քայլու, չէ՞ որ եկողի ֆրած։ Ոչ, մենք ոնց որ շատ ռոմանտիկ գոնդոլայի մեջ պատական մեկ եւ համաձայնվեցի։ Ու ֆոտոգրաֆն է, չէ՞, այս կարգի հեռավորության վրա շատ պատահական նկարում։ Ոչ, ֆոտոգրաֆը մյուս գոնդոլայի մեջից էր մեզ նկարում առանձին։ Բայց դու չէիր նկատել մինչև առաջարկությունը դրա։ Ես գիտեի, որտեղ մեր ընկերներն են եկել, ֆոտոսեսիա ենք էլի անում, բայց մեկ էլ վդրուկ հոպ։ Չգիտեիր, որ նաև մատանի է։ Այո։ Նվիրելու։ Եվ դրանից հետո որոշեցին գնալ մեր սիրելի հայկական Սուրբ Ղազար կղզին, որի մասին լսել էի դեռ դպրոցական դասագրքերից ու շատ հուզված էինք։ Եղածքով ասին գնանք մեր շատադրության օրը համ կտեսնենք ինչ որ ֆիքսենք էլի, հա, քրիստոնեական բանով։ Եվ գնում ենք Սուրբ Ղազար եւ անցնում ենք մի հատ շատ երկար էքսկուրսիա հայերենով, մեզ այնտեղ պատմում են նախ մշակութային մասին։ Հետո արդեն հոգևոր մասից են խոսում, որ այնտեղի վանահայրերը դարեր շարունակ եղել են հայապահպանության եւ հայ առաքելական եկեղեցու ոնց որ պահպանողները, ու իրանք նաեւ կրթության առումով շատ մեծ գիտելիքի ոնց որ ամբար են եղել փոխաբերական իմաստով, եւ այդ գիտելիքը ոնց որ դարեդար սերնդեսերունդ փոխացվել է նոր վանահայրերի, ինչպես նաև աշակերտներ, եւ այսօր այնտեղ են 4 վանահայրեր, որոնց շատ քիչ է լինում որ հանդիպում են, բայց եթե ոնց որ հանդիպում ես, դա արդեն sense մեծ բան է, լավ բան է, էլի որ հանդիպես կարող ես խոսել, որտեվ պատկերացնում եք ինչ մարդկանց հետ։ Դեռ պետականություն չունենալու տարիներից մեր վանահայրերը այնտեղ։ Ոնց պապաս պատմի ինչ-որ պատմություն։ Ինչ ասենք, ինչ կայֆ կլինի հարոտ ես ու դու այսօր հանդիպենք էլի վանահայրից մեկին, խնդրենք մեզ օրհնի, որտեղ նշանադրվել ենք եւ այլն։ Մեկ էլ մանե ջան, մեր դիմաց դուրս է գալիս վանահայրը։ Եվ գիդը ասում է մեր պարո, ինչ էր, անունը չեմ հիշում։ Եկեք պայմանականորեն դնենք հայր Պետրոս։ Գագիկ, հայր Գագիկ, օրինակ։ Գագիկը եկեղեցական է։
չէ։ Հայր Մխիթար։ Եկեք տնենք պատահական մխիթարը միաբանություն։ Պայմանական, այո, չեմ հիշում, համը չի ուզել այդ մարդուն ոնց որ come out անել այստեղ։ Այս անգամ երկուսով կլսեն էլի։ Հա։ Մի խոսքով տեսնում ենք հայր մխիթարին, մեզ ասում են որ հա, հայր մխիթարը խնդրեմ կավայ։ Եվ ես ու հարցած խուզված բան գնում ենք, որ հայր մխիթարին խնդրենք, որ մեզ օրհնի։ Եվ մենք ցենց ասում ենք բարեցես մեկ է հայր մխիթարը ասում է Արուսիկ, ես դու ես։ Ասում հա, ասում այս նոր full house-ի երրորդ սերիան։ Շատ հայապահպանությամբ ասվաղվել է այդ բանը։ Դից ավարտվում է պատմությունը։ Շատ լավ։ Ոնց էր այս պատմությունը լավ էր։ Թույլ էր Արուս, կարաս ավելի լավերից։ Երեխեք ես Ավելի մենակ էպիկ։ ես ունեի։ Չէ, ես կպատմեմ քո մասով։ Լավ, դու պատմի։ Քո ծննդաբերել, հետ շրջաններ, ինչ պետք է փողոցում քայլել են, որ Կարանք տեղից պատմենք, ոնց որ դե Արուսը երբ որ ունեցավ Արփին, ինքը դա չէր հանրայնացնում, բայց մարդկանց անսահման հետաքրքիր էր, չէ՞, ոսկես ոնց է յուր կայլասկով քայլեր, ասել, վայ բարեմ Արուս, ասեց յակավից մտնում է, որ երախուն տնան Արուսն է սահմաններ տենց ոնց որ դնելու խնդիր ունի, որ չգիտեր, որտեվ մարդիկ միանգամից մտնում են ուրիշ երախուն, ասենց պոնչո են անում, կպնում եւ այլն։ Մենք որոշել ենք, որ պետքա պահենք սփրեյ, ինչ որ մեկը հենց մոտիկ էր գալիս, որ կատներից ծրում էր, սկսում եք տենց պզոսնել, ասեք կներեք, ուղղակի երեխեն տենց միկրոբներ բաներ։ Զզվում է ձեզնից։ Այո, մարդկանցից էլի։ Անդասերակ մարդկանց ալերգիա։ Ես էլի պատմում Հարսանիքից էլ կարես պատմես բաներ։ Ընկել է։ Ես Տիգրան Արձականյանից կարամ պատմեմ։ Ինքը միշտ կրակում է, չէ՞։ Տիգրան Արձականյանը կուլտ է ինքը, այո։ Ինչ պատմություն կա։ Ես սիրել հենց այնպեսից հետո։ Մեր ոդքասթից հետո էլ մենք իրան ամեն ինչ անում ենք, որ հրավիրենք, մենք ենք առաջինը մանեին միջազգ։ Հա, ես նույն արեցի, ինչ որ դուք եք արել։ Ու գնում ենք ոնց որ իր գրասենյակ համարը նախ մի կերպ ենք ճարը։ Երեխեք ինչ։ Ու ինքը միշտ զանգում էր փակ համարով։ Ու մենք իրեն կապ չէին կարողանում, բայց ասա դե տեղ դու ժամը կգրեք։ Ու փակ համարով զանգում է։ Չգիտեմ որտեղ պիտի գրեք, հետո չերեզներով իմացել ենք ինքը որտեղ է ոնց որ իր գրասենյակը, Պոլիչենկանի, ոնց որ գնացել ենք, նախ չթողեցին ներս մտնենք, դենց դրսում կանգնած ենք, սպասում ենք իր մոտ ինչ որ հյուրեր կար, երևի կարևոր բաներ, իր կինը եկավ, սենց ամ թրոցիկներ տվեց մեր ձեռը, ասում դուք մեր կամավորներից եք, չէ՞, իր դուք ելեք բաժանեք, ասում չէ, ուղղակի եկել ենք, ասում հա, հեսա Տիգրանը կազատվի, ձեզ կընդունի, տենց ազատվեց նստած ենք, ես ու Եվան ենք, չգիտեմ որքան կոռեկտ որքան չէ։ Ինքը խոսում էր այսպես, ոնց որ աչքերի կոնտակտը ինձ էր նայում, ու սենց ներքև եւ այլ, ինձ ներքև եւ այլ, ու սենց մենք ոգևորված խոսում ենք, որտեվ կարեւոր է, որ ոնց որ մենք ուզում ենք ձեր տեսակ ուրիշ կողմից ցույց տանք, եկեք մեզ հյուր, հետաքրքիր հարցեր, պատասխաններ եւ այլն եւ այլն։ Պարզվեց ինքը մեզ բացարձակ չի լսում, եկեք սենց նայեմ սենց անում։ Կամպյուտերանոց ունեմ, որ տամ կաշխատցնես։ Դες այո։ Բայց չի տվել։ Չէ, հիմա ավելի լավ։ Ես թե եւ այն ասել։ Չէ, ինձ, որտեղ երիտված խելացի է կամ բանը։ Դե չէ, կամպյուտերանոցով է բիզնես։ Հայ կամպյուտերները կծախեիր։ Ով էր առնելու Արուս։ Ոնց լիստեր ով Կոմպյուտերները ծախել։ Այդ ի՞նչ բիզնես, ասում ղեկավարը չի ասում վեկալ ինձ գցի։ Հա, չի Հակասիրտակ տվեցի, կամպյուտերները ծախեցի, որ ներդրում անեմ բիզնեսի մեջ։ Ձեր բիզնեսն է ուզում զարգացնել։ Մեկը ինքը հիմա սնանկացել է, չէ։ գրում են։ Գրում են, որ սնանկացել է։ Դու կսնանկացնեիր մեկը։ Մեր ոդքասթը եկավ սենց մի հատ տնական արաղ էր քաշած վրան իրա նկարով։ Ինչի՞ հիմա պահել մեզ ենք։ բան չեք բերել, պարոն Արձականյան։ Վայ, ուզում ես հենց բացելու լինենք իրեքով կբացենք, ես դու Եվան որպես հաջողության կենաց։ Այես։ Դա չկա դու այդ պատմությունների մեջ չկա։ Դու էլ նկարի քո հաղորդման մեջ։ Ես ճիշտ Դու ասած էլ նկարի Արձականյանը, բայց քեզ էլ ոնց որ դեռ չեմ անցել այդ լեվելներով։ Միանշանակ փակ համարը չես գտել։ Քո նկարահանումներից պատմի, որոնց ընթացքում վստահ եմ շատ էպիկ դեպքեր են եղել։ Եթե դեմ չեք, ես իմ ու Հայկի նկարահանումներից մեկից պատմեմ, որից հետո են էպիկ դեպքեր եղել եւ այս պատմությունը կարելի է նույնիսկ այս ժամանակակից տրենդների մեջ մտցնել իր տեսակով, վերջում կհասկանաք ինչու այդպես ասեցի։ Ուրեմն ինձ ու Հայկին մի անգամ հրավիրել էին առավոտ լուսո հաղորդմանը հյուր, որպեսզի խոսենք մեր ընկերությունից եւ մենք էլ ոնց որ ռիլ էինք նկարել այդ օրվանից, որ գնացել ենք այսօր հանրային հեռուստաընկերություն եւ մեզ բնորոշ տափակ հումորներ ենք արել դրա մեջ, ինչպիսիք են մեջբերում եմ, չակերտները բաց,
Ասեմ։ Հա։ Համեկում բոլոր ուրիշներին վերևից են նայում, դե որտեղ գտնվում Նորքի բարձունքում։ Հա, ասենք տափակ հումորը, բայց տեղում Հրաշալի տափակություն, այո, գոյության իրավունք ունի։ Հա, հետո ասել ենք, որ Մեկը դուք այս հաղորդումը չեք նայել։ Հա, մեկը չեք տեսել։ Արժեզրկել էիք կներեք։ Նայեք, հա։ Բայց ինձ էքսկլյուզիվ էի արել։ Ես նայեք, իմ տատին մահացել էր, ես որպես իրեն հարգող ցանկացած բլոգեր սպասում էի կարևոր զարգացման, որ այս unboxing-ը անեի նորության, ու առաջինը դա հնչել է հենց հանրայինում։ Այո։ Հիշում ես։ Հանրայինի եթերում դուք ով։ Այո, ես այդ կարևոր նորությունն է, որը կարեի բոլորը իմանային ու ես լավ լայքեր բաներ։ Բայց ես ոնց էի իմացել, որ չեն նայել այդ հաղորդումը արդի, որտեղ դա էքսկլյուզիվ է, հասկանում ես։ Ընդհանրապես երկու հոգի էր գրել, բայց հավակցում եմ Հայկ ջան, քո անուշ տատիկը մահացել, ասում անուշի Արմիկը։ Այնը գերեզմաններում էին տեսել։ Չէ։ Ես չեմ գտած տատուս գերեզման։ Իրական մարզերում են շատ նայում, այ Փակինգ տաղի, արուս չի երևում։ մարզեր գնայր, հաստատ բոլորը կցավակցեին, շատ են նայում մարզերում։ Բայց չեն գրել, հենց այդ էր պատմությունը չի խնդիրը։ ավարտվել, երեխեք։ Հետո։ Հələ չէր պատմությունը այդ էպիկ ավարտ, որ ասում եք։ Եվ հետո ոնց որ օրեր ամիսներ անց մենք իմանում ենք, որ մեզ գցել են հմեկի սև ցուցակ ինձ ու Հայկին։ Մեկը սև ցուցակ ունի։ Դեղից դա իրանց ռեակցիան է։ Ներեք կլինի մի հատ է։ Հա։ Ցարմացի։ Ահա։ Չէ, սենց իբր նստած լսում ես։ Ասա։ Action։ Ասա։ Հմեկի սև ցուցակ էին գցել։ Ես ասում խի չեն կանչում էլ որևէ հաղորդման։ Հա, ու մենք հիմա սև ցուցակում ենք։ Ուղղակի ես քրշնակ չէինք ասում, որովհետև դե լավ ինչ ասենք, բայց քան որ հիմա տրենդ է։ Էքսկլյուզիվ է, այո։ Եվ Խորեն Լևոնյանն է այնտեղ գնաց Մհերի մոտ խոսած, հիշում եք։ Լուսինե Թովմասյանը, Բաբկենը Չոբանյան։ Քանի որ շատ sense cool դեմքերով ենք հավաքված, ես առաջարկում սև ցուցակ party կազմակերպել։ Բայց շատ լավ է, հավատացել եմ։ Հա, կարող ենք կուսակցություն բացել։ Սև ցուցակ մեր վարչապետի տեխնացուն է Խորեն Լևոնյանը։ Մարտում սիրում են բոլոր։ Մարդիկ Աղես իշ սիրում են նաբիդնի։ բոլորը։ Բայց մարդը մեկում լրիվ կներեք գյուղի դասատու էր։ Ինչքան բակար անում էր, վերջում արեցի դրեցի սև ցուցակ։ Բայց այս Խորենի նկարը կլինի հետևում մենք։ Գիտեմ, մի խոսքով սա էր մեր պատմությունը, որ մենք էլ ենք սև ցուցակում եղեք մեր մասին եկեք։ Գիտես ինչն էր մի քիչ օբիդնի, որ դրանից առաջ ոնց որ այո կար գործընկերային հարաբերություններ, որ ոնց որ իրանց համար գնացել են մեր պստոն, որ Եվրատեսիլ մասնակցեց։ Չէ, Ալբերտից առաջ։ Ալբերտին էլ չէին կանչել։ Ալբերտի սև ցուցակում, հա։ Չէ։ Բայց ես ուրախ եմ, որովհետև հիմա տեսեք բոլոր Օնլայնվում է, բայց մենք իրար ճանաչենք, հասկացեք, դի չաթ բացեք, զեծ ասել։ Ես հպարտ եմ եւ դրա համար ուզում եմ էլի կիսվել Բայց ես թողեի ասել, որ ոնց որ դրանից առաջ գործընկերային էր ու մենք կարա հումորներ լինի, որ շատ տափակավատ է, մենք սպասում ենք, որ գոնե անձնական նամակով ասեն, որ հեռացրեք, վերաձևափոխեք, այլ ոչ թե մի տենց ինչ որ એક ժամանակ հետո քեզ ոչ միտեղ չհրավիրեն։ Չէ, չեմ նեղում, որ չեն հրավիրում, շնորհակալություն։ Հա։ Բայց լավ տարիներից եկեք հիշենք։ Եկեք, կարոս դու լավ տարիներ ունեցել։ Լավ երեկոյի նկար է անում։ Որ սկսեցիր փող աշխատել։ Որ հիշում ես։ Ուրեմն ես որ նոր մտա լավ երեկո մի առաջի երկու ռեպորտաժից հետո Հանրային հեռուստաընկերության հեռուստառադիո խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը ասել էր, որ այս աղջիկան նորմալ շորեր հագցրեք, ոնց որ լինի 1000 դրամով Ծնող կոմիտեով 1000 դրամով 1000 դրամով ինչ է, ծնողական ժողով գնացող մամա լինի։ Ու ինձ դրանից հետո սկսեցին սիրուն շորեր առնել։ Տենց մի հատ է պատմություն պատմեմ, եթե մտածում եք, որ այդ sense բանը կարեք այդ չդնեք, Հայկը ասեց։ Որ մեկն է։ Այդ ավտոստոպը։ Հա, չէ լավը չի, բայց կարս սկզբանը չպատմես։ Մեր Հունաստանը պատմի, որ փող չունենք։ Լուրջ խզարած է այդ պատմությունը ման։ Դե պատմի, դա։ Ուրեմն մի անգամ ես նկարում էի ռեպորտաժ ավտոստոպի թեմայով, գնացել էի Թիֆլիս, որպեսզի ավտոստոպով գայի Երևան եւ ընթացքում մարդկանց հետ զրուցելով հասնեի Երևան։ Եվ դեռ Վրաստանի Բայց ասենք էլի ինչ էր Արուս օրինակ Թիֆլիս կամ բան, քանի որ գիծը լավ էր բռնե, ու Արուսս միջև այդ աշխատում էր ուրիշ տեղ ու չուներ այդքան տենց ֆինանսներ, հյուրանոցներում լինելու շրջագայելու, ինքը նախընտրում էր սցենարներն հենց գրեր, որ Երևանից մի քիչ հեռու, որ մի երկու օր հյուրանոցում էր, հա։ Ու օրապահիկ էի։ Այո, հիշում ես, ու դու ավելի քիչ էիր ուտում, քան օրապահիկներ։ Ինչ ժամանակներ էին։ Մի խոսքով գնացել էի Թիֆլիս եւ հետ էի գալիս, հələ Վրաստանի այդ տարածքում է եւ իրոք ավտոստոպ էի անում, Եվային խնդրել էի, որ հետս գա, որտեվ ամեն դեպքում մի քիչ վախենում էի, էլի։ Եվ ոնց որ նստեցինք մի հատ 06
ու Եվան հետևներ նստած ես դիմաց ասենց փուճր կամերա է չխկցնում ու ասենց խոսալով գնում ենք ու այս մարդը ասենց մի կերպար ռուսերեն խոսում ես էլ առանձնապես բան ու ասենց գնում ենք երկար խոսում ենք չգիտեմ ինչա ռուսերեն է խոսում բայց ասենց հա ու զգում եմ ինչ որ չեմ ջոգում ուր ենք գնում ասում եմ իսկ մենք ուր ենք գնում ինքը ասում է մի հատ ինչ որ տարօրինակ գյուղի անուն ասում եմ ինչ ասում է այդ մեր գյուղն է ասում եմ այդ որտեղ է ասում է это в Ադրբեջանը ու ես բան եմ լինում արդեն ասենց պատկերացնում եմ որ ես վիզա չունեմ Սալվադորի պատկերացնում դուրը բացեց եւ բացեց գոնե դու բերք ահավոր վախեցա որտեվ նախ վախեցա ասեմ որ հայ եմ որտեվ բան չէր բան է ասեցի կկանգնենք մենք ստեղ իշնենք ասեց խի գնում ենք ինչ վատավատ ու գնում ենք ու չի կանգնում Եվանը հետևը նստած կարող այս հումորային հաղորդում չէր ես ավելի սարսափ ժանրի կարող Ռուբեն Եսյանի հյուր գնամ բացեմ Դրանց պատմես 13 կիլոմետր ուրեմն անցել ենք մանեջան ու ես պատտվեցի հայերենով Եվային ասեցի Եվա դուրը բացի իջնում ենք դուրը բացի մենք ընթացքից դուրը բացեցինք եւ դուրս տրանք Մեկնան ընթացքում չդոքրքի իհարկե 0.6-ի բայց մենք այո փրկվանք ինքը կանգ չառավ հետ չեկավ ձեր դանդաղացրեց արդարության համար ասեմ բայց մենք ռիսկի դիմեցինք էլի լավ է կարել տենց լավ պատմություն չէ շատ ոսկեղենիկ այ կարես պատմես ես նույնն է դավայ Հունաստանը պատմի Հունաստանը պատմի դուք շատ եք միասին շրջագայում ցավոք չէ ճանապարհորդում բայց դա մեր առաջին ճամփորդությունն էր երբ որ մենք աղքատ էինք եւ հպարտ այո մեր փրկությունը ինչն էր բրենդա չեն կարող ասենք Կարանք YouTube-ում ենք Հա Alpen Gold այո եւ մի հատ լավաշը որտեղ մենք փող չունենք դավ դու պատմի էլի դու Հա լավ օքեյ Ուրեմն մենք տենց out of blue ինչպես կասեր Եվան իսկ ինչպես ոնց որ մեր տատիկ պապիկներն են ասում անվորոգլու Որոշել ենք գնանք Եվրոպա շրջագալու առանց տենց ուսումնասիրելու էլի զուտ առել ենք Քութայիսից Շատ վատ էր 11 ժամ Երևանից հասնեինք Քութայիսի այնտեղից նստենք Սալոնիկից հետո Աթենք ու այնքան որ առել Ինչ վատ էր շնորհակալ եք մենք խնայելու համար ինչ էինք արել մանեջան լայֆ հակ մեր պես աղքատ ճամփորդասերներին ոնց ասում որոշեցինք որ կարող ենք հյուրանոցի վրա խնայել եւ այդ որ պետքա գնանք Սալոնիկից Աթենք հետո հետ գանք Սալոնիկ գնացքի տոմս առնենք գիշերը ու եւ պատկերացրեք գիշեր ասենք ժամը 10-ին 5 ժամանոց ճանապարհ է որի ամենաէժան տոմսն էինք առել եւ զուգարանը փչացած էր այդ գնացքի ու եթե ժամը 10-ին է գնացքը այդ նշանակում է որ մենք մեր հյուրանոցը ժամը 2-ին հանձնել ենք եւ քանի որ իմ ճամբրուկը շատ էժանանոց էր իհարկե կոտրվել էր ու հայկը սենց գրկած ճամբրուկը գրկել է Մենակ է չէ, բայց այս խնդիրը որ առաջի անգամ որ ճամփորդում ես, դες մեծ ճամփրուկ չես վերցնում, որտեղ գիտես։ Արուսը տանը ինչ կար, հարթուկից գցած միկրովոլնովկով վերել էր, էլի։ Մեկի շորերը վերել էր, որ մարդ չտանի հակարդ։ Ապրես։ Բացեք նրանք, լավ ասա։ Հա, ոչ, մտենց գնացի հասել ենք Աթենք, պատկերացեք հյուրանոցը հանձնել ենք ամբողջ գիշերը ճամպրուկներով ֆրացել ենք, հետո նստել ենք առանց զուգարան գնացք, որի մեջ ամեն 3 վայրկյան մեջ ինչ որ կայարան էր հայտարարում ու չենք քնել, ու տենց առավոտ լուսադեմին 6-ին հասել ենք Աթենք մահացած եւ ճիշիկը ունենալով։ Ու սենց գոյատևման են վերջի ճիքերի վրա ենք արդեն Չխայտարակվելու վերջի ճիքերի վրա ենք Չխայտարակվելու վերջի մի խոսքով 7-ին ժամը հասկացանք ասեցինք երեխեք ջանդամ էլի եկեք մի հատ ցանկացած միտեղ գտնենք քնենք էլի մինչև որտեվ մեր հյուրանոցի չեքինն է ժամը 3-ին էր այդ որ ասում հյուրանոց տուն էինք վարձել հա առավոտվա 7-ից մինչև 3-ը ասենք լավ գնանք միտեղ քնենք
ու մենք Մենք վստահում ենք Եվային, չէ՞, Եվան էր, որ sense քարտեզով Google ինչ-որ Map-ը Եվան։ Այո, գնում ենք ու Այս sense ենք հյուրանոցում շեք ջոկել էլի տեխնոլոգիա Ինչ բացազարգացը։ որ այնտեղ վտանգավոր թաղամասեր է կամ փաստորեն, ու ավելի պակաս ապահով, հա, որպեսի հետո վիզայի ստանենք, տենց ասենք։ Դե էլի այո, թե նայում եք շատ հրաշալի։ Հրաշալի գեղեցիկ։ Ոչինչ որ մեզ ինչ ասես առաջարկում էին։ Այո։ Ես ասես վախեցել էի։ Ամեն խաչմերուկ անցել սենց էր հյումորսը, որ դեից է մարդուս չկա ինչ որ բան առաջարկի, որտեվ դե խեղճս ու մենք էլ էլի չգիտենք որ տենց մշակույթ կա։ Նվաղ մուսկուլներով պատկերած։ Ես էի ձեր հետո փախկում էլի։ Հա, ու գտնում ենք մի հատ հյուրանոց։ Եթե կարելի է դա անվանել հյուրանոց։ Ոնց որ գիտեք ինչ, այն որ Երևանի քաղաքից դուրս ես գալիս, արդեն սենց Տրասա։ Նույնիսկ այն սուպերմարկետների լեվելներ ես անցնում եւ մոթելներ են լինում։ Այդտենց մոթել ենք մտել։ Հանել ենք մեր Alpengolde լավաշով փորձենք արի կերել։ Այո։ մեջ։ Բայց մենք զզվում էինք, որտեվ մենք կրավատներ, դե շատ Մի խոսքով կողքի սենյակներից զգում էինք, որ բազմացման մենք ոնց ձայներից հասկացանք, որ դա մոթել է։ Այո։ Բայց մենք այնքան հոգնած էինք, որ այտենց պարկեցինք ու քնեցինք։ Մեր երաժշտություն էր, ինչ տակտ էր պրոստը, այդ տակտի-տակ։ ASMR էր, Վայ։ Այդպես քնեցինք ու ոնց որ համել Ես ասում խեր այդ հասունացման- reception-ի պապին տենց հպարտ ինձ դայում։ Շատ էր էլի վրա վստահ, որ չգիտեր մեր ջեբը մի հատ ցակ Alpengolde, 3 հատ չորացած լավաշ։ Ոյլ կյանքում չկերա Alpengolde։ Մի քիչ հետո սկսեցինք ֆինանս աշխատել, միլկային անցանք, հա, տենց լեվելներով փոխում ենք։ Դե ես էլ level-ը փոխեմ ու գանք հայկական արտադրության չոկոյան շոկոլադներին։ Այս կարա կիլո կուտենք։ Այս կարա մերեջ Այո, այո, որոնք Որոնք Վայ հա սիրով գժան թզի ջրի շատ համար։ լավն են, հա Օ, չրերով մեջը են։ չիրա։ Այո, հայկական Վրեն է մկերով պոպոկ։ պատրաստված Թես չրերով։ պոպոկի պես քանդակել են շոկոլադ։ Կարոս այդ տրենդն է, որ 2016 էր։ էր։ Այն տրենդն է 2016-2026, են ասում ոնց դուք շոկոլադ եք գտնում մեջը պոպոկ կա։ Հիմա էս էլի։ Մեր այդ ես այնքան կզարմանար։ Չի, Այո։ չոկոյան է, ընտրեք հայկականը, ընտրեք բնականը։ Լավ placement էր, հա? Լավ կպա։ Ընտիր։ Կարա մենք կպնենք։ Կստати սոկը շատ լավն էր իրոք։ Հա, լուրջ լավն է։ Բայց այս կադրից դուրս ասեմ, ես մենակ ես եմ հիմա առնում, ասեմ ես Ես առաջին էլ զոհն եմ եմ իմ արած գովազդի։ Ես էլ շատ համով, շատ Հա, համով։ սրանք էլ են շատ համով։ Եթե ուզում եք ուրիշ համերն եք արամ բացեմ։ Չէ, ես ես իրար եմ։ Հա։ Էլի հյուր ունեք։ Մեզ ինչ Հա, հետո։ այսօր ունենք։ Չենք կարա սրանք տանենք։ Կարաս։ Իմ առաջի շոկն էր, որտեվ ես միշտ թվացել եմ, որ ասենց փուճուր քրչոտ երեխա ես ու TV աշխարհ ես մտնում լրիվ ուրիշ են այդ աստղերը ոնց էլի փուճուր ժամանակ մտածում ես ասածուն զուգարան չի գնում այդ նույն մտքեր ունես նաև աստղերի մասին ու հիշում եմ որ Armenia TV մտել էի ու իմ առաջի շոկն էր երբ որ ասենց հերվից հերոտ ոտա Միրանց Արքյանը որ շատ մեծ սարքեր կան որ 100 դրամ գցում ես որ ջուր է գալիս այդ սարքից այդ ուրախ լավ տալի որ մի բան ավել է գնի այդ իմ կյանքի առաջի իրականության առերեսումներ էլի Ուրախացա։ այո որ մենակ մեկ չի որ Alpengolde-ն Այո, կուտում իհարկե։ Հատկապես հերոստատեսությամբ երևացող մարդիկ։ այո Քո Ինչ ուզեք պատմեմ։ ծնողները ավելի հայտնի են, քան մենք բոլորս։ Միանշանակ Չէ դու հələ որ մամաս հաստատ մրցակցում են հասկանան որտեղ հաղորդումներ հետ կապված պապաս եթե մի 3 օր գովազ չենք նկարում արդեն իրան վատազգում որտեղ մտածում գործել է վատա մենք ուշադրության կենտրոնում չենք բայց հա իրանց շատ ավելի շատ են ճանաչում ու իրանց ավելի շատ են սիրում Շատ են սիրում, հա։ դե իրանց տղեն մի քիչ տենց ոչ Իսկ ոչ թե իրանց միանշանակ են շատ սիրում, այլ քեզ շատ։ Էդ է ես ունես համաձայն եմ Մանկությունից կարաս հիշես։ որ ինձ թողել են մեր բարեկամի տանից մատի բոշի տրավմայա Պրոստը մոռացել գնացել են։ Ինչ որ ես նենց երեխա եմ եղել, որ ոնց որ սիրել եմ ցանկացած տեղ, դաժե այդ գնացքում որ ասում անհարմար էր, ես քնում էի, որ խնդիր չի։ Ինչ որ մեր բարեկամներից մեկի տան պատվալում որտեղ քնել եմ, տենց մոռացել եմ որ երեխա ունեն, հələ գնացել է։ Ես պատվալում քնել։ Ինչա։ Ես լուբոյ տեղ, այսինքն անաղմուկ տեղ ա եղել, գնացել ինչ իմանամ։ Նախասիրություններ, խոնավություն։ Հա, բատ ենք ապրել, զակատ էի, տեսես, ուրախացել էի։ Զակատի մեջ, տենց ասես, լցնում էի վրես։ Կամպո։ Կամպո, դու մեջը շաքար ջան։
բան ինչ էր անում։ Ու այդ այն բաց ժամանակներն եղել, որ ոչ մարշրուտնի կար, ոչ է, տենց ձյանը պատկերացրեք զեյթուն, սենց ցեխոտ բան, սենց թրջված հասել են տուն, ջոգել են որ երեխեքից մեկը սյոտիկի չկա, էլի նույնիսկ հետենեկի ինձ վերցրել։ Իսկ բարեկամներն էլ չէին հիշում, որ դու իրանց Դե ուսո պատվալ կարիք չի եղել մտնեն։ Իսկ դու ինչ էիր անում, քնած ես եղել։ Դե այնքան փոքր եմ եղել, չեմ հիշում։ Հա, գնացի քնել եմ, ասում լյուբոյ տեղ ես կարողանում եմ սենց ռազվա քնում եմ։ Շոտ դաժան պոտ։ Չարմար երախա ես եղել, բայց։ Լրիվ։ Սո բանը։ Կուզեի մեր պատվալներում քնել։ Ու տուն չկար չէ, ձե չաներ։ Գովազդատուների հետ այնց էպիկ դեպքեր հիշեք։ Ես չենքան գերազանցիկ եմ այդ առումով թարսի պես ինչ որ տես բաներ չկա։ Ես էլ եմ Ես շատ դաժե արտասխանատու։ լարվում եմ էլի ինչ որ տեղեր։ Սենց ապուշ request-ներ չեն եղել, որ ասեք, ես ինչ է։ Հա։ Եղել են մի վարքյան։ Սպասի, հա։ Դաժե ես չատ ունեմ։ Դավայ։ Ես ունեմ մի հատ Դու հանի պատմի, կարդամ ես տենց մինչև- կյանքիս ամենախնդալու չաթն է, երբ որ մի տար Եթե ծեի կարեք հետ screenshot փոխարինել Նորը, են։ այս ինչ դժվար հաղորդման հյուր ենք մենք։ Պետք է այսքան բան հիշել մեր կյանքից։ Ես ինքյակի ամենախնդալու բաննա չեմ ասում, ես անգագեցել ոնց որ ուղարկում են brief առհասարակ ովքեր չի, ոնց որ ուղարկում են, որ հիմնական մեսեջի չտա լինելու։ Գրել էր բացի իր ծիծը փորձի շահել։ Ինչ։ Բացի իր ծիծը փորձի շահել։ Շիշը բարը պիտի լիներ։ Վայ, ես այս ժամերով լացում էի, պաշտում ես ամենալավ տարածքալն ա եղել իմ կյանքի, որ ինձ են գրել իհարկե։ Այդ brief-ի մեջ ա եղել, բացի իր Նամակագրության մեջ պրոստը ոնց որ այդ լինի։ Ինձ մի անգամ մի հատ գարեջրի ընկերություն բարտարային համագործակցություններ առաջարկել, բայց գելեր կլինի նվեր ուղարկենք ձեզ։ Ես գրեցի դե ուղարկեք կմտածեմ։ Հիմա ես ասում եմ ոնց որ ուղարկեք, ես կորոշեմ անեմ թե չէ։ Եթե ուզում եք, այտենց ուղարկեք։ Գիտեք ինչ էր ուղարկել։ Շատ եղավ։ Ես կարող եմ screenshot-ը ուղարկեմ։ Ինչ է որ։ Պապաս, այդ ինչ տարերա, այն որ ավտոմատ բաներ կա, որ կլիկ գնում են, որ sense տեին նկա միացրած, որ ինքը բառեր եւ այլն։ Հա։ Autocorrect։ Չեմ ինչն է, հեսա կուղարկեմ կդրեք։ Դե ոնց որ պապաս նաև իմ մոտ աշխատում է խաղերի մասով, առաքումներն է կազմակերպում եւ այլն, կամ մարտով առանձին օպերացիոն համակարգն է, որ ոնց որ վերցնում է պատվերները եւ այլն, ոնց որ այդ պատվերները նկարում ուղարկում է պապային։ Պապա չաթով գրਵਾ do you want me? Ուղակները պապաս չգիտի այդ ինչա։ Խնդրեմ։ Վայ շատ լավն է։ Ոյ, ես ամենա Ես չեմ հավատում։ Ու չգիտի ինչ է նշանակում։ Բայց ովքեր չգիտեն, թարգմանենք, ասենք որ նշանակումը ցանկանում ես ինձ։ Ոյ։ Do you want me, չէ՞ հայ։ Շոտ խնդալու էս բանը։ Իսկ գարեջուրը ինչ եղավ։ Ինչ ուղարկել։ Հա ինձ ուղարկել են 3 շիշ պիվա։ Ինչպես որ դու ասես գծի պես բան, մարդիկ տենց են կալել են։ Երեխեք դե լավ, դա абսուրդ չի, խեն ինձ ուղարկել 3 շիշ պիվա, որ ես խմեմ ասում օխ, չեմ կարող։ Օխ, 1300 դրամ։ Ուղարկել։ Հա։ Հարսանեկից բան չկա։ Հարսանեկից Որ ընկար, ամենախնդալու պատմությունն Արուսի հարսանիքն է, տենց բոլորս ողջևորված եւ այլն, արդեն ավարտվել է, սենց սաղս գնում ենք սենյակներով, ինչելոց Արուսի եւ Հարութը, Արութ, տես մի անգամ ես գումարեցի համատեղ էջա։ Հա, վայ հարուստ մոռացել եմ որ տենց եք ասում։ Հարութի հետ հարուստ։ Այո։ Այնքան հարուստ է որ բոլորից տեղավորել են շատ լավ հյուրանոցում։ Լավ չէինք տեղավորել, սենյակների փողը չէինք տվել։ Չէ։ Հա, տեղավորել են։ Տեղավորել եք։ Հարուսներ տեղավորել։ Ու հիշում եմ որ սենց արդեն ինչ։ Ես մերանցից ասել եմ։ Այ ձեր կոմի բարեկամներ, որ ավելի ինչ տխուր են իրա կարուս։ Հորտի կոմի բարեկամները տժժում էին, ձերոնք տեսրատակից ոնց է դուսկա։ Ասին վերջի օրով կգանք բան։ Ու տենց հարսանիքի վերջն է արդեն, սաղս գնում ենք ոնց որ սենյակներով։ Ես ու Արուսը սենց ես խեի կողքդ բարձրանալու կասես։ Չգիտեմ, երբ սենց ինչ որ էլի ինչ որ թեմայից հաստատ խոսում ենք։ Սենց բարձրանում, եկեք դե ուզում ես ֆրազ որ ինչ որ աչքերով նայես eye contact
Սենց թեքվում եմ, Արուսը ստեյջիստ է, ու սենց ոզնի կլորտոս գլ դղ ընկա վերջո սենց ստոյկա բացվեց նստեց տեղը, իր հարսի անակնկալներ հյուրերին էլի։ Իդեպ դրանից հետո Վարշավիրանոցում ինձ համոզում էին, ասում դե հա անգել էի բան, ասում էր չէ, սարքած էր, դու չէիր, ասում բայց ես էի, ընկնողը ես եմ, չէ։ Ես չի ուզում տենց անցկացնեի առաջին ամուսնական գիշերը։ Սառցվզից չէ, բայց դրանից հետո ես հիշեցի խնդալու, ծիծաղալու դեպք իմ հարսանիքի մասին, ու իմ հարսանիքը եղել է Լորիում եւ Բացօթյա։ Ու դրանից մի ամիս հետո պատմում է իմ ընկերներից մեկը, Գալյանս է պատմում, որ հանդիպել է իր ընկերուհուն Լորիում ապրող ու տենց ոնց որ նոր է տեղափոխվել, կարծեմ ինչ որ ծրագրով գնացել է Լորի, տենց Գալյանս հարցրել է, թե ոնց է այստեղ կյանքը բան, տենց ասել էր դե լավ է, տենց մի քիչ ուղղակի ձանձրալի է, 1000-ից մեկ ինչ որ իվենթ ալնում, ես վերջերս գնացել էինք Կարոս Տիգրանյանի հարցը։ Որտեղ բաց է, չէ։ Գարիկ Սոնայի համերգներ ու քան որ Բացօթյա էր, մենք հետո իհարկե վիդեոն նայելով հասկացանք, որ այդ տարածաշրջանում Որ ոչ մեր բարեկամներն են, ոչ Հարութեն։ հավաքվել էին մեր հարսանիքին Գարիկ Սոնայի համերգ։ Դա դուշի ու տժում էի մարդիկ։ Ես ասում եմ, դիչ կոյֆ էին տժում։ Դիչ լավ անցնում։ Մերոնք հաստատ այս կարգի ուրախ չեն, էլի, եսով կերեն։ Ու քանի որ սահմանափակումներ կային կորոնայի ժամանակերն ու կորոնայից հետո են, որ արդեն մի քիչ կարելի էր մեզ ոնց որ ֆիքսված ասել էին 100 հոգի Հա, անգամ խաչը չէինք համբուրում եկեղեցում։ Խաչը եկեղեցում չէինք համբուրում, որ կորոնա չանցնի, մեզ չէին խաչը չէ մեզ։ Չէ, եւ։ Հա, ասենք Դե ձեզ ուղղակի չէինք ուզում։ Ու մենք եկը բարեկամներ ունեցանք, որ նեղացան մեզնից, 20000-անոց մեյքափը մնում է ձեր վզին։ Արտանեկան մեյքափը 40000։ Ոստվոց։ Իմ անվճար։ Դու գնա նախորդ օրը live hack սերիալի հարցեր, արեք այսպես քմի քնիկ։ Խի, որ հա չու։ Որ էժան լինի։ Մի խոսքով տենց։ Բարեկամները նեղացել են։ Բարեկամները նեղացել էին, որտեվ 100 հոգուց ավել չէինք կարող կանչել ու որոշ բարեկամներ չէին եկել, իսկ այդ գյուղի ժողովուրդը եկել էր պաստորեն։ Դե հիմա լսեցին պատճառը։ Հա։ Բայց անկեղծ ես ուրախ եմ, որովհետեւ Որ չէին եկել։ բարեգործություն։ Ապրես։ Չէ, գալեին հետո խոսել։ Եկել podcast-եք ինչ հավես ա եղել, իրանց համար պրոստը նստած։ Բայց կարելի է մենք է գնանք ինչ որ մեկի հարսանիքին։ Համաձայն։ Ես միշտ ուզել եմ Արի, wedding այսօր crashers գնանք։ կինոից հետո։ Այսօր չէ, բայց մի օր կարելի է պրոստը գնալ, ու պրոստը մեզ ճանաչում են, դի ուրիշ երկրում է տանում։ Դե կմտածեն ու այս հորսի կողմը էս ինչ հայտնի հյուրեր ունի։ Կրանք վարենք ինչ որ կեսից մտնենք, իբր անակնկալն է։ Հարսի մոր, ապրես հարսի մերը միշտ նենց անակնկալ են, որ ուշադրության կենտրոնում հարսի մերն է, այն որ պարում բան, հիմա տեսել ես ժամանակակիցները։ Արտասան ենք։ Այ, չէ, մենք կարող ենք վարենք, ինչ որ բաներ անենք։ Չէ, ասմունքով հանդես գանք։ Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա դիմաց։ Նրանք բոլորն ավարտել են Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան եւ կրում են իրենց վրա մաեստրոյի անջնջելի ստորագրությունը։ 5 տարեկանից սկսած փոփ եւ ժող վոկալի բաժիններ, լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագիր եւ ավանդույթներ, 26 տարվա փորձ ու նոր մոտեցումներ, համերգներ, փառատոներ, մյուզիքլներ, ներկայացումներ, նկարահանումներ եւ ձայնագրություններ։ Այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի։ Դռներ դեպի ճաշակով արվեստ։ Ես պատմություն հիշեցի մանեջան, իրական պատմություն է սա, եւ ուրեմն Հայկս Armenia TV-ում աշխատում էր սցենարիստ եւ թեթև գրդոն էր անում, մեր մեջ ասած, նաեւ իմ հաղորդման սցենարիստն էր։ Դե դու համոզե որ բան չի արի այդ աշխատենք, շատ բան չի խլի։ Դա էական չէ, ամեն դեպքում երկիր թե կարող ես Արուս հասիր ու ինչ որ էլի, չէ։ Հա, ստենդափ։ Հա, ստենդափ։ Եվ այնտեղ կային հովանավորների հատվածներ, որ Հայկը պետքա տեքստեր գրեր եւ չենք սիրում այդ գործը անել մեր մեջ ասած, որովհետեւ սենց ինչ-որ տեքստ պետքա գրենք, էլի ոչ հումորային։ Ու Հայկը բռնել էր երկու տարբեր բրենդների նույն կարգախոսներ գրել, համին դիմակայելն անհնար է։ Այո, այո։ Համին դիմակայելն անհնար է։ Այո։
ու ոնց էր մեկավյան հեռստացից մայր տեսնեմ այդ Համ կոմատետ ու համ երկիր թե կարող ես ու տարբեր բաներ, այսինքն մեկ օրինակ սեմիչկա է, մեկը պաղպաղակ ու տարբեր բրենդներ լրիվ։ Պրոստը հայկս գրտոններ էր էլի։ Մեկ էլ տեսնում Որտե՞ղ նայ Excel-ի ֆայլով փոխում է։ Ավարտեմ խոսքը։ Կներես, օրս։ Եվ մեկ էլ տեսնում եմ արդեն այդ բրենդի են գովազնը, որ իրանց նկարած գովազնն է։ Չասեմ ինչ բրենդ, որ օգտվեք շատ համեղ եւ այլն ու գրվում է։ Համին դիմակայելն անհնար է։ Ու երկուսն է վերջրան, այտենց իրանց կարգախոսն են սարքել հայկից գրածը։ Խնդրեմ, պետք է արագ ասեք, համին դիմակայելն անհնար է, ազատ է։ Երկուսն էլ այո, Ազատ է կարակ օգտագործել, օգտագործել։ արդեն այո, հյուրասիրվիր։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը եւ Արարատ բանկի այս առաջարկը կհետաքրքրի այն մարդկանց, որոնք ունեն սպառողական վարկ։ Արարատ բանկը տրամադրում է մինչև 5 միլիոն դրամ սահմանաչափով սպառողական վարկ այլ ֆինանսական կազմակերպություններում գործող սպառողական վարկերի եւ վարկային գծերի միավորման եւ տեղափոխման նպատակով։ Կարող եք նաեւ ստանալ 1 միլիոն դրամի չափով հավելյալ ֆինանսավորում։ Իմացեք ավելին զանգահարելով 010 59 23 հեռախոսահամարին կամ գրելով հաղորդագրություններ Արարատ բանկի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին։ Հղումը կարող եք գտնել հենց այնպես հաղորդման նկարագրություն։ Խաղեր։ Ոայ ամենասիրածս մասն է։ Գնացինք, ինչ ենք անում, ասում ենք հայտարարական ման է։ Թեթեից սկսենք։ Սկսենք, որից ուզում ես։ Արուսիկ։ Ինքնա։ Նրանցից մեկի հետ մեկ ամսով պետք է մեկնես գործուղման։ Okay։ Մհեր Բաղդասարյան թե Ամալիա Հովանեսյան։ Մհեր Բաղդասարյան։ Մհեր թե խնդալու կլինի։ Մհեր թե Կամո Թովմասյան։ Կամո։ Ես քեզ շատ եմ սիրում այդ իզուասից։ Կամո թե Նազանի Հովանեսյան։ Նազանի Հովանեսյան։ Ու Նազանից հետո Սևսուսակը էլի գալիս։ Նազանի թե Խորեն Լևոնյան։ Վայ Խորեն Լևոնյան հաստատ։ Ես եկա միանայի։ Բայց Անկեղծ քեզով է հրավիրում։ ոչ, բայց Այսինքն ես ու Խորենին իրար տեղ ենք գնում։ Դու որպես ինչ ես։ Սցենարից որ գամ ասեմ համին դիմակայել անհնար է։ Չէ, ես ու Խորենը մեր համար Սևսուսակ հաղորդում են անում։ այո։ Խորեն Լևոնյան թե Ռոբերտ Մարտիրոսյան։ Ռոբերտ Մարտիրոսյան միանիշ։ Ռոբ թե Սոնա Ռուբենյան։ Ռոբ։ Ռոբ թե Սոնա Եսայան։ Ռոբ։ Ռոբ թե Գարիկ։ Ռոբ։ Ռոբ թե Եվա Ղարիբյան։ Մի րոպե գործուղման, չէ, այսինքն այստեղ կարևոր է պրոդուկտիվ լինելը։ Ռոբի։ Մեկ ամսով։ Եվայի հետ որտեղ գնալու ենք բամբասվենք, sense բան, ագործ չանի։ Մի Հա, արդարացի։ իսկ Ռոբի Մեր չաթում հետ միշտ այդ գործ խոսակցությունը կա, ես զարմանում որ առաջարկում են տարբերակներ, ոնց իրանց ընկերներին չեն ընտրում, խնդրեմ։ Այս ինչ չընտրեց։ Գործուղմանն է խնդիրը, եթե լիներ աշխարհի ամենալավ մարդը, որի հետ կուզեի ճամփորդել, կընտրեի Եվային։ Ի, բա ես Դու ով ես։ համաձայն եմ։ Եվա թե Հայկ։ Չէ, այդտեղ ընտրել չեմ կարող։ Չես կարող։ Հա, այդ չէ։ Լավ, Ռոբը հաղթեց, Հա, այո։ Ռոբը հաղթեց, բրավո։ Ռոբի հետ ինչի եք կռվել։ Ռոբի հետ ինչի են կռվել, բայց երևի պետք է իր համաձայնությունը, որը սկանդալային պատմություն է պատմում։ Կզանգես ուրեմն իրան։ Այսուհետ միայն նրանցից մեկին կարող ես հետևել Instagram-ում։ Մնացածին ջնջում ես։ Բլոկում ես, ասեմ ավելին։ Սիրով, դաժե հենց հիմա ասա անուններով գնանք։ Զարա Ղազարյան թե Էվելինա Խանոյան։ Էվիկ։ Էվիկին թողնում ես, հետևում Հա, ես։ կներես, իմ ուղեղը մի քիչ շատ վատ է աշխատում։ Էվիկին թողնում Հա, ես։ չնայած երկուսն են անսահման սիրում եմ։ Էվիկ թե Ռուբեն Եսայան։ Էվիկ, Էվիկ թե Ռաֆո Այդալեկ։ Էվիկ, Էվիկ թե Մագա Հարությունյան։ Էվիկ։ Մանք այդ ընդհանրապես շատ սուր շփում։ Ես նայում եմ ես ֆոլո։ Հա, պրես, հա, հասկացա։ Ու չկրկնվեն անունները։ Էվիկ թե Հայկ Ալեքյան։ Հայկին Facebook-ով կա հետևեն Էվիկ։ Էվիկ թե Դավիթ Տոնոյան։ Բժիշկ սա, բայց Էվիկ։ Ինքին զուտ մոտիկից լավ ճանաչում է։ Էվիկ թե Մարիանա Վարդանյան։ Էվիկ, Էվիկ թե Լիանա Վանոյան։ Էվիկ, Էվիկ թե Անի Արզումանյան։
Ոայ անի պաշտում եմ քեզ կներես Էվիկ։ Էվիկ թե Նինա Տիտանյան։ Այ, շատ բարդ երկուսին անսահման շատ սիրում եմ։ Հայք սիրելով Նինայի։ Իա, բա դժվար է, հետո ես բան ես չաթ են ուղարկելու այս վիդեոն ինչ ասես ինձ ասեն։ Պրոֆեսիոնալ պետք է հիմա լինես։ Ես ոչ պրոֆեսիոնալ չեմ, Արուս։ Դու կոնտենտի տեսանկյունից ասա։ Ում կոնտենտը ավելի մեծ հաճույքով կնայի։ Ինձ դիսկուրս բացող կոնտենտը ավելի շատ է դուր գալիս։ Շատ նաև գնահատում եմ Նինայի հումորը, բայց Էվիկ։ Էվիկը հաղթեց։ Հա, всё, դավա մերոնցից մարդ չկար այս երկուսին։ Այսօրվա դու։ Այո։ Չարեցի էլի։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Glovo-ն։ Հենց հիմա ներբեռնեք Glovo եւ պատվիրեք քաղաքի լավագույն ռեստորաններից համեղ ուտեստներ եւ ոչ միայն կարող եք պատվիրել նաեւ խնամքի պարագաներ, դեղորայքներ կամ ինչ ուզեք ու ստանալ րոպեներ անց։ Իսկ եթե օգտագործեք հենց այնպես պրոմո կոդը, առաջին պատվերի ժամանակ կստանաք 1000 դրամ զեղչ։ Glovo, քաղաքը մեր տրամադրության տակ է։ Ներբեռնիր Glovo, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Այս փուլը միայն Մհեր Բաղդասարյանի եւ Արագ Ղազարյանի հետ եմ խաղացել, բայց քանի որ դուք եք մշտապես ճիշտ ասում։ Այ իհարկե, սիրով արի։ Մենք ավելի ճիշտ ենք ասում։ Այո, իհարկե, մենք կողմնակալ չենք։ Կարծիքը բարձրաձայնելուց այսօր գրատախտակների շնորհիվ չեք բարձրաձայնի, պարզապես կգրեք, բարձրագրեք։ Այսը կուտ ես տալիս ման է։ Հա։ Վայ, խնդիր չի, սիրով։ Այս ինչ պետք է անենք։ Գրում են կանոններ, Արուս։ Այո, Տեղից հայ աստղերի ցուցակը, որտեղ ես բլոկված եմ, մի քիչ դատարկ է վերջերս, դա շատանա։ Դե լավ, եթե դու աստղ ես, եկեք ասենք ասենք, էլի եթե դու հայտնի ես, դու պետքա բաց լինես ցանկացած, այո, իհարկե։ Կարող են քննադատել։ Եվ չնեղանաս երեխավարի։ Ով նեղացել է Փիղը։ Ինչի եք գրում ոչ թե ասում, որ մեկի կարծիքը մյուսի վրա չազդի։ Որն է ձեզ համար եղել մրցանակաբաշխություն ենք անում։ Որն է եղել ձեզ համար տարվա ամենաանհաջող հաղորդումը։ Կարող է լինել հեռուստատեսությամբ, եթե դիտում եք, եւ YouTube-ում։ Որ պիտի հաղորդումներ հիշեմ, ես չեմ հիշում։ Բայց մեր անհաջող հաղորդումը գովազդում ենք ստացվում։ Հա ոչինչ։ Առհասարակ ամբողջով։ Հա, YouTube-ել, TV-ել։ Որովհետեւ YouTube-ում հիմա ավելի շատ են հաղորդումները, քան չէ, սպասի, միասին կպտտեք։ Որ մեկի կարծիքը մյուսի վրա չազդի։ Վայ, տեղից այս մարդը մեկ այն զզմա, բայց խնդիր չի, կարող ավելի շատ։ Պատրաստ ես, Արուս։ Պատրաստեք, պտտեք։ 4 Կիսաբաց լուսամուտներ, օծի Բայց կիսաբաց լուսամուտները չի եղել այս տարի։ Այս տարի։ Այս ինչ հին մրցանակաբաշխ։ Լավ է չես գրել կռունկները։ Հա, պասի կներեք, ես լավ չի։ Կռունկ 2000։ Կներեք, ես չի լսել որ այս Հրաչը տարի։ չի սիրում քեզ։ Չգիտեմ, Զանգես Դու չես սիրում։ ես համար չունեմ որ զանգեմ։ Ես ունեմ։ Հրաչը շատ լավ է։ Ես այնքան եմ սիրում։ Նայ, ես անձնավորված չէ, ես այս հաղորդումը չեմ սիրել, որովհետև այդտեղ տենց մի քիչ շատ սխալ էքսպերտներով ու այդ մարդկանց խնդիրները սխալ ներկայացնելով, ինչ որ լիքը սխալ բաներ նորմալիզացնելով, ծաղրի մի խոսքով չի բան չեմ։ Ես էլ մեկնաբան եմ, ես ինչու չեմ սիրում, որ ասեմ, որովհետև օծի լեզու հաղորդումը չես տեսել, որովհետև այնտեղ նրանք ոնց ասեմ, մի վայրկյան։ Օծի լեզվով։ Իդեպ այս փուլը հենց օծի լեզու է կոչվում։ Հա, չէ, ասենք, որ այս փուլի մասին չէ, այլ Մհեր Բաղդասարյանի եւ Արագ Ղազարյանի, որովհետեւ ես տեսել եմ դրվագներ, որտեղ նրանք դրվատանքի են ենթարկում, այսինքն քննադատում են ինչ-որ բաներ, որոնց կրողը նաեւ իրենք են։ Հիմա չմարանամ ինչ-ոնց, բայց շատ բաներից իրենք խոսում, որ համ իրենք անում են, համ էլ ասում եմ վատ է, էլի, չեմ սիրում այդ բաները։ Շատ լավ, սպասենք ստորիների։ Իհարկե, ստորիներցելի հաղորդում Ուրեմն լսի քեզ չեմ ասում։ Հա, ես սիրում եմ տենց բաներ, կամ Հետո մենք չաթը ուղարկում ենք, Իսկ գեմնենը բոլորը միացնելու են հենց այնպես նայեն, տեսնեն Ապրես մենք խախոր ռեյտինգի համար։ Իհարկե, Հրաժարվում եմ ձեր հանդեպ անձնապես ոչ մի բան չունեմ, զուտ այս հաղորդումը։ Ես էլ անձնապես ոչ մեկի դեմ ոչ մի բան չունեմ։ տարվա ամենաանհաջող երգը։ Երգը։ Այո, ձեզ համար։ Դե գրեմ է դուետը, բայց անունը չեմ հիշում երգի։ Երգի անունը կարած չի։ Ուղղակի դուետը պետք է գմփցներ էլի ամենայն հավանականությամբ, բայց երգը վատներ չեղավ։ Հա, դե գրի ինձ թվում է կիմանանք։ Երգեր հիշացրեք այս տարվա, Աստված, ես իրոք չգիտեմ, կարա կոմենտներում գրեք։
Կամ կոմենտներում գրեք, որն է եղել ձեզ համար պատագուն երգը։ Լավ, ամենա։ Հա, վայ, կներեք։ Շատ երկար մտածեցի։ Էս ինձ ոնց են վառում։ Մեկը ցուցակին։ Մինչև Հայկը գրի, ես մեկնաբան եմ։ Ես կարծում որ պրոդյուսերական տեսանկյունից է կարող լինել խզարած, որտեղ դու այդ արդեն էլի վաու պետքա լիներ, բայց հա, երգը կարծում թույլ էր եւ դրա համար չաշխատեց։ 3-2-1 Լիլիթ Հովհաննիսյան եւ Կարո Այրումյան, Պալոմա Ռումբա։ Այո, ես Բայց այս մեր Եվրատեսիլի պարումալ, բայց լավն էր, ես այդ հավանել էի։ նու ես չեմ հավանել, որտեղ կարելի էր ավելավա զուտ ուղղակի մտքից ուրիշ երգեր չեն գալիս, այսինքն հարաբերական վատ իրան է։ Ուզես հիշացնեմ գնա տեսնեք, ստաս համակարգ։ Սկսի, ինչ երգեր են հելել։ Օրինակ Արամեի երգը իր կնոջ հետ շատ եմ հավանել։ Դες լավերն եմ ասում։ Բրունետի ալբոմը։ Պաշտում եմ։ Դե հիմա լավ բաներն եք ասում։ Հա։ Թե ինչ որ լսում ենք։ Մանուլի վերջի երգը շատ լավն է, Մանուլի տակատակա։ երգը ես էլ եմ շատ սիրում։ Լավ, ինձ ասեք տարվա ամենաանհաջող տեսահոլովակը։ Ոյ, ոնց են մեզ վառելու կոմենտներում։ Հա, բայց ինձ թվում դուք սովոր եք, չէ՞։ Հայ, իմունիտետ։ Դե էսա, զուտ ուղղակի որտեղ տեսել եմ ու Հա, այս հարցը իրոք դժվար է։ Եկեք սրա տեղ ուրիշ բան մտածենք, կգրենք։ Բայց ինքը գրել է, ոչինչ։ Այո, ես կարամ ցույց տամ եւ մեկնաբանեմ, որ զուտ սպասումներս ավելի լավն է, քան թե այդ վատ placement-ներով sense գովազները։ Իվետոնը քեզ է, չէ՞, բլոկ է։ Իհարկե, Իվետաս ինձ է բլոկ է, բայց ես ինձ շատ եմ սիրում։ Դե մի քիչ ինձ լակոտավարի բան էի թույլ տվել։ Ինչպես գրել։ Այն ժամանակ, երբ որ նոր ենք համագործակցությունները սկսել, ինքը բանկերից մեկի ներկայացուցիչն էր, հետո կոմենտ էր գրել ուրիշ ինֆլուենսերի ռիլի տակ, որը վերաբերվում էր այլ բանկի, ես է տենց ոգևորված story էի արել, թե ստատուս էի գրել, որ Իվետան ուզում է այլ գույնի լողազգեստ։ Դրա Սենց ինչ որ նեղացել էր դրանից։ հա, հետո գնացել էր բանկի բանյարի մոտ story-ներ արել, բայց Իվետա ջան լակոտեի կներեք։ Ես էլ ձեր բարօրության համար եմ ասում Իվետա, ես ախր Իվետայի պոտենցիալը պիտի ասեմ, էլի։ Դու տեսել ես, որ ինքը առանձին տեսահոլովակներ է հանում, որտեղ ինչ որ sense շարք կար է, շատ սիրուն տեսահոլովակներ ունի։ Այն նույնն է, որ sense Վահանն է նկարել, Կոլբան, որ ախր Իվետա ջան, դրանից հետո էս ինչ է։ Sense բռնել այդ գիծ, ապետ չի է, դի ստանդարտ սահմանել։ Всё, լավեր է։ Դու դուրս չեկար բլոկից։ Դա ոչինչ։ Զատո բան, եկի պրեմիերաների կանչում են, հայկ ընկերության սիրո։ Հա։ Գա իհարկե։ Դե ոչ։ Իվետան կանչում, հա։ Դե ես ասեցի, կողը բլոկից հանեք, որ կանամ թեգ անեմ, մելը չեն անեն։ Բայց գնացել ես, դա շնորհակալ մեռն է։ Այո, անել ես մա տափակ։ Ինչ գտար Արուս։ Սուտես, իրանց ինչ տեսահոլովակ տեսել եմ դուրս չի եկել։ Ովքեր են։ Հայատ project-ի։ Հա։ Մի տեսակ սերիալային է, ես տենց։ Սերիալային չի կավեն է։ Հա, էլի։ Մեկ էլ լավ, հիմա ինչ։ Լավ, հաջորդ հարցը տարվա ամենաանհաջող ընտրված հագուստը։ Խազեր, մեծ գրում ենք խազեր։ Ում ուզում եք։ Ցանկը բացեք։ Ես սիրուն էի խազել։ Ես էլ էի։ Ահա որ է Արուս։ Ահա որ չէ, խնդրեմ հատ այդ ասեք։ Շատ սիրուն։ Մանե դու սիրուն էի։ Հիմա դու կարար թիշացա ասեմ։ Կոմազի վատ բաներ չեմ գրել։ Իմասի ոչ մեկ ոտ բաներ չի գրել։ Նու լավ է Մանե ջան, ուրեմն Ես պետք է ավետ մի քիչ ասում ենք մյուս տարի վատ էքստրավագանտ։ հագնվենք շատ։ Ինչ ամսա թվով էր, մի հատ մտնենք։ Ես ցույց Հայ, ես կտամ։ շատ իհարկե։ շքեղ տեսք ունեի այդ օրը։ Արուս դու շքեղ բարի հետ կապած։ Վայ, ես ունեմ մի հոգի, որ չէ, բայց այդ օրը շատ սիրուն էր Մայ։ հագնված։ Հա, դե, բայց քո մասին հումոր ունեի մտածած։ Ասա։ Բան են բաններ, ինչ էի գրել։ Շատ բարդացից տալիս։ Ախր 16-րդ դարի կրավատները, որ տենց փագում են, որ ճանճը չմտնի, Հա, այդպես ո՞նց մեջը ես գրեցի։ գրել։ Տեսի մանե ջան, չգիտես այդքան բլոկի մեջ ում մոտ հայտնվես, նա всякий sense քանյատ ինտրո։ Շատ օքեյ եմ տենց բաներ։ Հիմա ով կար։ Դե լավ, ամենավատ լուքը։ ես ուղակի որ անճաշակ եմ, մի քիչ ինձ թույլ չեմ տա է մարդկանց բան անել։ Մի քիչ ամսաթիվը հիշում ես, մի հատ ասա մտնում։ Ապրիլի 29-ը։ 20-ին։ Չէ, մարտի 20-ին։ Մարտի 20-ը։ Մարտի 20։ Դու քո ճաշակով ասա։ Ես մի հատ outfit չէի Հայ, հավանել, ամորասիվիկայի լուքը ահավոր էր։ բայց ես իրան շատ եմ Զարուի սիրում։ Բաբայանին էլ էր ահավոր։ Դե հիմա մեկ Դե չեմ կարա, Գայային Արձումանյան սարսափելի էր։ Տեսնե, հերթով ասում եմ Լավ, բոլորն։ ասա ես իրանց բոլորը։ Լուիզային, եկեք Լուիզայինը գրենք, այդ ինչ էր։ Չեմ հասցնում։ Կարան գրենք ում ուզում եք Լուիզա։ Լուիզա ջան կներեք, ես մեղավորություն չունեմ, տենց էքսպերիմենտալ բաներ մի արեք։ Ահա։ Հետո որ սենց չէ, բայց իրան շատ եմ սիրում։ Okay, ես գրում եմ մի րոպե,
չգիտեմ ոնց է գրվում էս անունը, բան Ասխանիչների։ Զատո կդնեք դե։ Delete-ի շորը Monk 3 մրցանակաբաշխությանը։ Չեմ հիշում։ Չլես այդքան ահավոր չի, անկեր։ Հայ, խնդրում եմ, դու անճաշակ ես։ Դե լավ, օքեյ։ Դե որ քո Լիլի, չիքո չնեղան անճաշակ է։ ովքեր շատ եմ սիրում, դու միշտ սիրուն ես հագնվում։ Բոլոր պրեմիերաներին եղել եք տարվա ամենաանհաջող ֆիլմը ձեզ։ Ոյ, չեմ կարա գրեմ չի շփվի հետս, անկեղծ չի կարա, չեմ կարա։ Սենց Ես չեմ եղել այդ ինչ լավ։ չլսեց, էս Ոխր ես շատ Շատ կնեղացնենք, այնքան մարդ կնեղանա։ մի գրի, բայց կարանք ընդհանուր Կարաս քննարկենք հայկական ակնարկես։ ֆիլմ, ինչը։ Կարաս ակնարկես։ Այո, բայց ես ուզում եմ որ հայկական ֆիլմերում սենց սցենարային աշխատանքի մի քիչ շատ տեղ տրվի, էլի, որտեվ շատ վատնա, գնում ես հրավիրում են, չես կարող սենց ռեալ կարծիք արտահայտես, որտեվ քո ընկերներն են, շրջապատն է, մարդիկ են նեղանում, գումար են ներդրել, չես ուզում այդ ամեն ինչը ոնց որ վատ ընթանա, բայց այս վերջերս ինչ եղել է, սենց մի հատ լայվ խակ ասեմ մարդկանց, եթե օրինակ որևէ բլոգերների հրավիրում են, հետո գնում է կինոյի մասին ոչ մի տեսակետ չի արտահայտում, իմացեք չեն հավանեն։ Այդքանով կարան բանան։ Ուղղակի որ գրում են այսօր ներկա էի։ Չեն ասում լավ ներգնացեք եւ այլն։ Որտեվ մի քիչ պետքա այդ սամակրիտիկան չանջատես, էլի։ Ես եթե իմ անկեղծ կարծիքը գրեմ, իմ գործընկերներին կնեղացնեմ, շատ մոտիկ գործընկերներ։ Չէ, բայց այդ դեպքում նա լիքը գիծ են գնում։ Չէ, հա, բայց Գարիկին սխալ մտածեցին։ ուղղություն չգնա, չէ, Գարիկի կինոն շատ եմ հավանեն, հենց որ դրա մասին չէր խոսքը ընդհանրապես։ Դա որն է Բայց ես եմ ամենաշատը համաձայն իր հավանել։ հետ։ Ես ամենաշատը Գարիկի կրկին փորձին եմ Ես հավանել։ զոնտիկն եմ հավանել, հաշվի առնելով, որ ես ուրախ եմ, որ շեշտադրումը մենակ կոմեդիայի վրա չի ու ծիծաղացնելու վրա չի, ու նաև որ մեծ նկարչական աշխատանքեր տարած, չնայած սցենարային օրինակ ես ինչ-որ բաներ կար կշտկեի, կփոփոխեի, բայց ինձ դուր էր եկել ու Սոս Ջանիբեկյանի խաղը տեղ տենց 10-ից 10։ Մեկը Սելավեի մասին կարամ ասել, գովում էլի, օ շատ սիրել եմ։ Լավ բաներ ասելն էլ իհարկե կարևոր է, բայց քանի որ բաներ ասողներին հրավիրել ենք, Ես ո՞տ բաներ ստանանք էլի ասող եմ։ պատասխան։ Բոլորս։ Տարվա ամենաանհաջող բլոգերը ձեզ։ Հա։ Դե նեղած եք ուզում օրինակ մեր հարաբերությունները Բա փչացնենք։ ինչի մհերն ու հրաչը նեղանան, բլոգերները չնեղանան։ Մահերն ու հրաչը, բայց ես մահերի չեմ նեղացրել, ինքն Ես հրաչին ասել եմ, որ անձնապես սիրում եմ։ Ես ուզում եմ Չէ, ջերգեմ։ ես իմացա ում, այն տղեն, որ մեր մասին վատ բաներ է խոսում, այն որ Հա, բայց սա մի հատ դրա մասին է գրելու արխային։ Այսա Հայելի կոնտենտ լավ է կմտնենք նայեն։ Անում ինչ էր Պասիհիշն։ Կարամ- Լով Բադալյան։ Հա, պասի սենց նկարեմ, որ հասկացվի, որ կողքանցա նայում։ Այս աչքն է, այս ունքն է։ Ես մի հատ կա, ես ինչի համար ինձ դուր չի գալիս ինքը անընդհատ սենց մեր հայկական էգոնա ռուսային, սենց հայկ մենակ հայերը կարային, բան այդ մարդը ներվենացնում է ինձ։ Գրի։ Անունը չեմ հիշում, ինձ դա խնդիրը։ Վատ բաներ է ասում մեր Բա մասին։ հակառակը շատ լավ բաներ ասում, բայց որ սենց ջոգում է սենց մանիպուլատիվ է, սենց ջոգում է սենց պրոստը Հա։ սապոնոտ է, դրա համար չեմ սիրում, բայց անունը չեմ կարա։ Բայց կհիշես, հետո ուղարկես։ Հա, հետո Հա, սկրինշոտ հա։ կանենք, ստե կդնենք, Ես որ ինձ շնիկով չեմ կդնեմ։ Այստեղ են։ Yo։ Տարվա ամենաանհաջող նախագիծը առհասարակ։ Այո, ինչ նախագիծ, то есть հեռուստատեսային։ Ամեն Եվ ամեն YouTube ձև, եւ բան։ ամեն ձև։ YouTube, Հա, վայ։ ցանկաբաշխություններ, կինոներ։ Այ, ապրես։ Ես վերջին քիչ Հա, ես ասեմ, ես այդ հաղորդումը սիրում էի, բայց հաղորդավարին փոխեցին ու դարավ շատ վատ։ Հա, ով է ուզում դառնալ միլիոնատերն, Չէ։ հա։ Թույլ Բայց օղակ։ լավ է վարում։ Բայց Թույլ լողակը լողակը։ չկա էլ։ Բայց ես ու ամուսինս խաղում էինք, երբ որ բաբկերներ վարում։ Բա ես սիրով ցույց տամ։ Խնդրեմ։ Ահա։ Ահա։ Իսկ ամենաշատը ազդում վրետ։ Վայ, ժույներից մեկը։ Այս Վայ, հաղորդումը։ Այդ շատի հաղորդումը, որ բանը հայկական տաղանդներ են, որ ասում են տենց շեպտի սենց ան, նոպան մի քիչ ավելի վերևով, էլի։ Հա, Սյուզաննա Մելիքյան։ Սեկուտո կդնենք։ Մելքոյն։ Բայց Ինքն ես դատում այն ինքը զմահոզված ես եմ։ իրան որպես Արտիստ ես։ երգչուհին ոնց եմ սիրում, բայց հա տեսա որ ճնշում էր մի աղջիկը, մի ճնշոք էլի այդտեղ ճնշ։
Թողեք մենք ճիշտ ներգործն է։ Եվ վերջին հարցը, քանի որ դուք Եվրատեսիլին միշտ հետևում եք, ասեք, չէ, բայց ազատեղբայր ես կասեմ։ բոլոր մասնակիցներին հիշեք ու ասեք, որն է եղել Հայաստանի ամենաանհաջող մասնակցությունը Եվրատեսիլում։ միանշանակ գրում։ Հա, դավայ, արի ես է գրեմ։ Անունը մոռացա։ Կարա՞մ Ես հասկանում եմ, իրապես։ Սևակ։ Հա, Սևակ։ Բա, ես եմ գրել Գիտեմ Խանաղյան, Սևակ։ չէ։ Սևակ, մեկի Արծվիկ, խնդրեմ։ Խանագյան։ Արծվիկ։ Խանը Ասխանիշտին։ Խնդրեմ, այդ ինչ չինական մոտիվներով երգ էին ուղարկել Եվրատեսին, չէ ինչ որ։ Սևակ եւ Արծվիկ։ Հա։ Համաձայն։ Չէ, Սևակը իրոք Մարտան պիտի գնար։ Մարտան նախորդ տարի էր, այդ տարի Նեմրան էր Արծվիկի տարի Մարտայի ու Արծվիկի մեջ էր մրցակցությունը։ Այո, իսկ Սևակի տարի Նեմրան երկրորդ հորիզոնական։ Նեմրան չի գնացել Եվրատեսիլ։ Նեմրան չգնաց Եվրատեսիլ։ Սևակը գնաց այդ տարի, որ իրենք հաղթեցին։ Շատ լավ, հրաշալի խաղացիք, իմանցնեք Տեսա, առաջ ինչ դիտումներ են քեզ բերում, նայ, Կրիստոֆարի։ Քուշակիրով եմ։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է Step by Step գրուպը, որը ներկայացնում է մի շարք շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Step Construction-ը եւ Շուշի Palace-ը։ Ընկերության նպատակն է հաճախորդին հանձնել պատրաստ, մտածված եւ բարձրորակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի։ Իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաև բնակելի հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Step by step, քայլ առ քայլ դեպի հուսալիություն։ Վայ, մենք նենց ենք շինում քո հաղորդումը, իրոք զարմանում խենք ես եթերում ես կանչե, վերջում էլ ինչ կան, բրծել է հաղորդումը արդեն։ Չէ, գուշակիր ենք խաղում։ Չէ, նկատում եմ Էլ քիչ չէ։ Մի Մի չհուշ։ րոպե, բայց չոկաս։ Այսինքն, Չհուշես։ Այ, արուս, չունենաս ինձ։ Շատ շարժվես, որ չընկնի հանգարց, 10 հարցով պետք է գուշակեք ում նկարն է, պատասխանը կարող է լինել միայն այո կամ ոչ։ Այն կոմպով խաղ կար է, որ լրիվ ասում էր, ակինատր էր կոչվում, պոշտում էի։ Ակինատր ենք խաղում։ Ահա, 10 հարցով։ Հիմա Արուսը ակինատրա դու հարցեր ես տալիս։ Հա, օքեյ։ Հայա։ Չէ, դու ես ակինատրը, կներես։ Ես եմ հարցեր տալիս։ Ահա, հայա։ Այո, մեկ հարց դու հաշվում ես մանին։ Այո, հայա։ Բլոգերա։ Չէ։ Հայտնիա։ Հա։ Ահա, 3 հարց կա արդեն, իրա սև ցուցակում եմ։ Դες ինչ նեղացնում եմ միանգամից։ Հա։ Երևի, հա։ Աղջիկա։ Հա։ Քանի հարց։ 5։ Մեր հաղորդումը սենց ծծակ։ Դե, որտեվ Հաղորդումը սև ցուցակա կոչվում։ ահա։ Աղջիկա ենթադրաբար իրա բլոկներում եմ։ Շատերի բլոկներում է։ Հա, շատ է հարցպես է ցուցակը։ Դե լավ շոտ չի, հայք։ Հա, լավ, օքեյ, Նազոսա։ Չէ։ Սխալվեց, պարտվեց։ Չէ, այդ հարցեր, կարա հերթական հարց լինի։ Մնաց 4 Եթե հատ։ արդար խաղայինք, հա, կպարտվենք, Հա, բայց անուն արդար չեմ կարա տան, որ ովա թե չէ։ Հա, դե պաստե կարա հարցնի ամենախելացին վարելա թե չէ։ Տես նույն ձև կարա այդ մարդուն ձևակերպել։ Չէ, ինքը չի վարել։ Չի վարել Եթե տնեցիկով չան խաղացել։ Ոյ։ Ահա։ Ընտանիքը հայտնի է։ Չէ։ Չէ։ Հետո բլոկ է։ Իտո իրոք ես իրա ու աղջիկ, ով է։ Ճիշտ եմ, չէ, հասկացեմ, մի րոպե։ Երկչուհի է։ Այո։ Հոյք դե լավ։ Դե լավ յարս է նախքին իմ սեր իմ կարոտ։ Կապ ունի իմ սեր իմ կարոտ արտահայտության հետ։ Չէ, ինչ էի գրում։ Իմ սեր իմ կին։ Հա։ Իվետ ասա։ Օ, 17 հարցով գուշակեցի իրապես։ Իվետը հանի բլոկն է։ Այ նենց ասել եք ես այդ կապույտ կլորը։ Հարասաբադով։ Իվետան, չի ասում։ Ինքը տասերն է, հա։ Ոնց էր մեր պատմությունը, ինչու ինձ մենք հանդիպեցինք, հա, շնորհակալություն մեր սիրո պատմությունը միակողմանի։ Ես անսահման շատ ստատուսներ էի գրում ու երևակայում էի, թե Իվետան իմ կինն է։ Ու սենց գրում եմ ուշ չգա, ասեսոր չգեմ, ճաշն եմ տաքացրել, բան ինչ որ մի հատ փոլից սկսած ինքն էլ էր մտա այդ ոնց որ խաղի մեջ ինքը կոմենտներ էր գրում ու սենց աուդիտորին հա սպասում էր ու տենց իրանք ունեին քրոջ հետ բիզնես, ինչ որ սենց փոմփոլիկներ, կրոնականոտ, ինչ որ տենց, չէ։ Զուտ էթնիկ ոճի։ Հա, էթնիկ կներես, կրոնական ինչ։ Հա, բոհո, ռոկոկո եւ բարոկո։ Նիսած եմ որ քնի հետ կապված բաներ կա։ Երազբռնիչներով։ Հա, ապրես դրա հետ կապված էր, այդ կրոնական չի, անգրագետ եմ։
Ու դրա շնորհանդեսներ ու կազմակերպիչները շատ լավն էին, ինձ նույնպես հրավիրում են։ Ես որ պատկերացնես, պապայից խնդրում եմ, մենք արծաթի վրա փորագրում ենք իմ կին, իմ սեր։ Ես ամրացնում եմ իմ դեղին, ես կուղարկեմ նկարը, որ դու տեղադրես, դեղին Վադալասկայի վրա, չեմ հիշում ինչ էր, գնում եմ Any Ross, մարտով, ինչ ասեմ, ինչին էր կակա ասում, ցանկացած բանի կակա էր ասում ֆինանսապես, Ալբենգոլդը հիշում ես։ Առնում եմ Մաքսիմ ամենաեժան բուկետը, բայց այն ժամանակ երևի մամայից, պապայից ամբողջ ամսվա եկամտով։ Ու սենց դողալով եւ այս անձնավորության որ ժամանակ արդեն հայտնի էր որպես թիթև ու թիկունք գնում ենք այս նոր հանդեսին, քաշ եմ տալիս, ու այսպես ասած ձեզ, որ իմանայի բլոկում եմ հայտնվում չէի տա, այդքան ծախս չէի անում։ Դե հետ Նկատեց, բայց քեզ։ Դե Պոչիկով է եւ սիմպաթիչներ է։ Ինչ տարիներ էին։ Ձայնը դողում էր։ Ես էլ սենց իսպանական ամոթով Իվետա հոնի բլոկի։ Իվետա։ Լավ, հիմա դու ես հարցեր։ Շատ լավն է։ Օրենց հավասված է որ չես գուշակելու գնաց։ Կինը։ Ոչ։ Եթե տղամարդը այո։ Մի վարքյան։ Երկիչ երկչույի դերասանը։ Այդ Ցանկ ես զվարկում։ Լավ, երկումը։ Ոչ։ Լրագրողը։ Այո։ Իո, տղամարդ լրագրող, всё, 4 հոգի մնա։ Լավ է խաղում։ Հա, մոլոդեց, ինտելեկտուալ։ Լրագրողը։ Սկուլաներ լցրած։ Լուրջ հարցեր։ Դες լրագրող կա տղա որ սկուլաներ լցրած է։ Չէ, սու թումորային հարցեր, ոնց որ ժամանցն եմ ապահովում։ Ո՞նց ես հաշվում եմ։ Հա, ոչ։ Ինչ գիտես։ Ակնհայտ է երևում է։ Լավ, Այո կամ ոչ։ Տղամարդ լրագրող։ Պրոշներն է։ Ձերս առնում, մնացան 4-ը, մի Ինք սպարի հարց հարցերը, մնաց, ասա։ Չէ, մի վարքյան է, չի սպառում։ Քաղաքական լրագրող է, թե Ոչ։ ինձ սիրում է։ Քիզով ասիրում որս։ Ես իր այդ անձամբ շփում ունեցել եմ երբևէ։ Չգիտեմ, լուրջ չգիտեմ, ինձ թվում է, հա, բայց դե ում եք չէ շփում ունեցել։ Քանի հարց։ Երկու հարց։ Երկու արոս։ Հələ մի հատ հավաքվի։ Մի հուշի։ Հա, մենք պիտի հաղթենք սաղին։ Նախորդ բոլոր թողարկումները Ամուսնացած է։ Ոչ։ Վստահ ես։ Ամուսնացած է։ Չգիտեմ։ Ոչ, ամուսնացած։ Բայց օրինակ ես չեմ տիրապետում այդ տեղեկությանը։ Կարող եմ ասել այնց հարց որ հա չէ չի պատասխանը։ Չէ, ես չեմ Մենակ կարող։ հա ու չէ պետք է լինի։ Նաև բլոգեր է։ Բլոգեր, հա։ Կամո Թովմասյան։ Ոչ, պարտվեցիր, հա։ Բայց մի րոպե, ինքը մի անգամ սխալ բան ասել է։ Ինչ եմ ասել, ոչ մի սխալ բան չեմ Ոնց չես ասել, ասեցիր բանն է, նազոնա, այդ հաշվեցինք, որ դու սխալ էիր ասել։ Չէ, դա հաշվեցինք որպես հարց, հարցից հանեցինք մի հատ։ Որտեղ ասի կարայի հարցն է ամենախելացին վարելա, թե չէ կրվեցիր։ Անինա է։ Չէ, դե Չէ իր գուշակի։ Արտակ Ալեքսանյան։ Չէ, Դες հերո է։ Արա Աբրահամյան։ չէ, մի հատ էլ դա, բա։ Արտակ Վարդանյան։ Ոչ։ Բիզնեսմեն։ Գագիկ շամշա։ Բայց բլոգեր է ինքը։ Բայց Ինքը բլոգեր է, հայ։ Բա, այո, բլոգեր վարում, ինքը տենց է սկսել, չէ։ Իրականում ինքն է բլոգեր։ Այո։ Մենք Ոչ թե դու։ ինֆլուենսեր ենք։ Այո։ Շատ թույն է Հայկը հիմա բաժելու է արու։ Այսինքն տենց բան կարս է։ Բատուշուն Բաշուն ասեք, ես ասեին։ ավելի բան հարցեր։ Չէ, մեկը չէ, ապրեք, որ իվետայից ճպցրել եք Բայց ճակատից։ քանի որ դու տղամարդ ես, քեզ էլ կպաշենք։ Ես համաձայն Ադամական մեղքով Դիջի չէ։ հաղթանակը, որ քեզ էլ պաշենք, ֆրանկեր անենք ընդհանուր ընկերների կամ ծանոթների, հայտնի, ոչ հայտնի ծնողների։ Եկեք անենք մեկ այ հաղորդման համար, քո համար ինչա պետք ասա։ Ինչ ուզում ես անում ենք։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by step group։ Ես ինձ ինչ անհարմարը վաղուց արել եմ մանեջը, եթե կարես ասա։ Հիմա մենք կընտրենք ինչ-որ ծանոթ մարդ քեզ մտերիմ, ում դու կզանգես ու կասես, որ ընկերուհի ունես ու որոշել ես ամուսնանաս ու ուզում ես, որ ինքը քո Ոչ հարցը։ մեկ չի հավատալու կյանք։ Խի։ Պապայի Ուրիշ։ զանգի էլի։ Բա ինչ ասեմ պապային, ասա։ Հա, պապա
Պապայի տասը բերեմ այսօր քեզ ընկերուց հետ Չէ, իսկ ասեմ, պապ, չի ուզում ասեի, բայց միակողմանի հայր եմ դառնալու, որոշել եմ։ Այդ որն է։ Որ յանում մայր չկա, բայց պրոստը սուրոգատ բան, մամային չասես, էլի անակնկալ ենք անում։ Օգնես պատրաստ ենք անակնկալը։ Ասա մամային չգիտեմ ոնց ասեմ։ Հա։ Կեն բայց պապա չի ջոգի միակողմանին։ Ասա երկկողմանի։ Gender party։ Ասա երակողմանի։ Հայաստան, Վրաստան բան։ Ասա Պապայիս ինձ հայր եմ ամեն ինչ ասեմ, դառնալու, ասել ասա բայց երեխեն նիգերիացի է։ Նիգերիա չէ։ Չէ, դե ցակա պասի։ Կխոսամ դե լավ ես կորենեմ։ Ասա սուրոգատ մայրը հարավային Կորեայից է։ Գգաս։ Հոն։ Ալո, Մամ։ Որ խնդրեմ մի հատ պապային կտաս։ բարձրախոսում եմ ասում։ Չէ, թող առանց բարձրախոս, մամ, նենց բանա չես կարա լսես։ Ինչ է։ Պապ, մի հատ բան ասեմ, բայց հանկարծ մաման չի իմանա, էլի։ Տենց մեկը կա, զուտ անցանկալի հղիություն ա ստացվե։ Հիմա այսօր կգաս իր այդ գնանք ուզին նայենք, էլի։ Դե նայենք, ոնց որ սերը այսօր պիտի իմանանք։ Մամային ինչ որ տեղ թող, շտապա էլի, մի հատ գնանք իմանանք քո թոռը տղա է թե աղջիկ։ Շապը դուրս միտը։ Բայ մաման չի լսում, չէ, պապ։ Չէ։ Բանը մեկ է փողերից սկվերցնես, որտեվ ոնց որ պետք է իրան էլ տանք էլի, որ ոչ մեկի չասի։ Հայ կարաս մի քիչ ջան, ծավալտանը։ Զուտ ուղակի կներես, պապ, խմած եմ եղե։ Ալա մի։ Իզին սենց բաներ չես սպասում, պապ։ Լավելի հայ։ Իհարկե ոչ։ Ամեն թե չէ, ապես բանն է դույց ասեի։ Մամայի կասե ճիշտ է։ Հələ մամային հարցը տես ինքը հավատում է։ Հավատում ես։ Քիրես էլ դու իրեն ասա։ Լավ, պապ, պաչ սերս լավ։ Բարևներ։ Հենց մանեի կողմից բարևներ, Արուսը դեր հեչ։ Ես այսօր տեսա բարևը։ Լավ է, պապ։ Լավներ, հայք, ուզի իմպրովիզացիոն հատվածում շատ դուր Լսում, ես եկա։ ինքս Ու այդ կարամ։ ժամանակ մտածում էր։ Միանգամից Հա, չմտածեց կատակա էլի։ ինձ զսպում էլ է։ Հիմա դու կարաս story անես, որտեղ ասես կներեք ամուսնալուծության մասով լավ իրավաբանի խորհուրդ կտակ։ Հա, давайте։ Զուտ ասում եմ ամուսնալուծության։ Չէ, նենց որ հասկաց որ դու ես ամուսնալուծվում։ Երեք, բայց ոչ դրա բանը ոնց որ արձագանքը չենք տեսնում Դե արի զանգենք, դարի զանգենք։ Դում հետ չունես։ Հարութին զանգի, ասա որ հերթակ բան 6 Հարութը գիտի որ ստեղ եմ եկել։ Հա։ Հաստատ կջոգի, հա։ Էլով կա։ Եվանը դե կջոգի։ Իսկ քո հաղորդումը նկարահանող խմբից մեկին զանգես տենց Հա, օքեյ, շատ լավ։ Նարեին կարա զանգի ես։ ինքո Ասես- ադմինը։ Հա, ասես ինչ գրդոն ես արել։ Հա, կվախենան։ Հա, ասա ոնց կարաս արդարանաս։ Իսկ որ ասի ինչ կրտոն։ Դե հորինի ոնց ես հորինեցի։ Ասա ինձ չի հետաքրքրում վաղը արձականցյանը ժամը 2-ին ծյոմքի տեղում լինի։ Զանգի ասա։ Ասա որ այսքան սխալից հետո այդ մի բան չես կարացի անես, չգիտեմ իր հետ ոնց աշխատենք։ Բայց հյուրերի հետ ինքն է Հա, խոսում։ հա։ Պրոստը դեկան ակնհայտ է որ չեմ կանչել, լավ զանգեցի։ Կամ կարաս ասես այս վերջի կաստինգի այդ պապիկներից մեկը, Դատի ատվեմ ես։ չգիտես ում պապիկն է, Հա։ որ կանչել ես։ Արզականցյանի պապիկն է։ Ալո, Նար, Ռաջանա։ ինչ կա հարմար է մի հատ խոսած։ Ոնց կասա։ Նար, ես ինչ պատմություն բերեցիր գլխիս։ Ինչ կարա։ Գիտես ես վերջին բանը որ նկարեցինք այդ պապիկներով կաստինգի։ Հա, ինչ։ Բա այն որ ուզում էր ինձ պատչեր այդ պապիկը։ Գիտես ում պապիկն է։ Ինչ որ հայտնի բլոգեր կա, Կարո բան, այն որ սենց գազարագույն շորեր է հագնում։ Կարո Արումյան։ Հա, այդ տղու պապիկն է, այդ տղեն է ինձ զանգե, բա ես ձեզ դատի եմ տալու, պապիկիս խայտարակ է կարել։
ինքը առանց էտե ձեր ֆանատն է։ Դες ասում եմ։ Հա, ասում է ինքը ձեր ֆանատն է, ձեզ շատ սիրելով եկել է։ Դուք իրան միամտաբար այդ վիճակի մեջ եք գցել, բա մենք իշխանամետ ենք, իսկ այդ վիդեոն ընդդիմադիր բաներ ունի։ Ես ասում եմ ոչ ընդդիմադիր է մեր վիդեոն, ոչ հումորային վիդեո է, բայց ասում եմ ես ձեզ դատի եմ տալու։ Ասա նախ ենք casting ստուդիան, որը մասնենք, որտեղից մենք իրան վերցրել ենք, մենք դիմել ենք casting ստուդիայի, ասել ենք ինչի համար ենք ուզում այդ մարդկանց։ Իրա կինն էլ ինչ որ խանդի տեսարաններ է սարքել, որ այդ տատիկը գալիս, որ այդ պապիկը գալիս ինձ պատճում է, բա ով եք դուք, ինքը ասում է չի ասել, որ պետք է իրար սցենար չեք ուղարկել, չեք ասել, որ համբույրի տեսարաններ է լինելու։ Կյանքս ինձ вообще քոչ չի առնչվում ոչ մի կերպ, որովհետև մենք դիմել ենք casting ստուդիայի ծառայությունների։ Իրանց ասել ենք ինչի համար են մեզ պետք մարդիկ, իրենք այդ մարդկանց մեզ ուղարկել են։ են։ Հիմա ես ահավոր թեմաների մեջ եմ ընկնելու, ինձ են զանգում ինչ որ մարդու իրավունքների պաշտպանն է իրանց բարեկամը, ասում ենք ձեզ միջազգային դատարանով ենք դատի տալու։ Ես ասեցի, ես ոչ մեկի չեմ հրավիրել, մեր ադմինիստրատորն է, ես իր կոնտակտները կտամ, իրան էլ դատի տվեք։ Կներես, բայց դե հիմա ես երթվում ես առավոտից ներվա տրոպկեքի մեջ եմ։ Լավ, առավոտից չէ, բայց ես մի 2 ժամա զանգել եմ փաստաբանից, ասում է, որ հա, իսկականից դու մարդու իրավունքներ ես խախտել, ոնց որ ստացվում է բռնություն է, եթե ինքը առանց իմանալու համբուրվել է, քո թուշը պատճել է, ստացվում է իրանք ոնց որ harassment եվրոպական դատարանով բանով կարան քեզ նստացնեն։ Ես չգիտեմ այդ ոնց։ Այդ Կարո Արումյանն ինչ որ Ամերիկայի քաղաքացի է։ Ես չգիտեմ։ Կյանքս Կարո Արումյանն է, ես լուրջ չեմ ուզում հասկանամ, սա իրականացել չէ։ Ես էլ եմ շոկի մեջ, եթե քեզ թվում է ես եմ լավ։ Նայ, կյանքս, հիմա եթե ամեն ինչ լուրջ է ու adekvat ենք նայում այս ամեն ինչին, նախ ոչ մեկին չստիպել, արս, դու ոչ մեկին չստիպել քո ձեռքը կամ քո Ես էլ տենց ասեցի։ Կամ քեզ գրկեն եւ ամփորեն երկրորդ։ Ես ասի, ես դաժե ամուսնուս տիպողաբար չեմ թողնի ինձ պատճեն։ Ոչ մեկին բռնության չես ենթարկել։ Հա, բայց ասում է վիդեոյի մեջ երևում է, որ դու ես ասում ձեռքս համբուրեք, ու ստացվում է, որ դու ասում ես իրան ինչ որ ծուղակա։ Իրան չես ասել, դու կոնկրետ իրան չես ասել։ Ասել եմ, չէ, նար ասել եմ։ Ասում է իր տարիքով պայմանավորված ինքը ոնց որ ծուղակի մեջ է հայտնվել, ու քանի որ քո երկրպագուն է ստիպված համբուրել է, բայց այդ իր համար ոչ քանի որ ինքը քո երկրպագուն է, ինքը առիթից օգտվել է չանքս եւ համբուրել է քո ձեռքը, ոչ թե ծուղակի մեջ է հայտնվել եւ համբուրել է քո ձեռքը։ Հիմա չգիտեմ, ասում է կամ ինչ որ ֆինանսական գրավ պետքա դնել կամ դատի են ձեզ տալիս։ Ինչ ես առաջարկում, ինչ անենք, կյանքս ասա։ Կարող է պրոստը այդ փողը տանք բրցնենք։ Ինչքան 500 միլիոն դրամ։ Չէ, ասում եմ 2-3 միլիոնի պատմություն է։ Ընդամենը։ Հա։ Դե կարամ ես մի եթերաշրջանի քո փողը բանանեմ, հետ ուղարկես։ Կարանք կյանքս դու ոնց ասես, տենց անենք։ Պրոստը այնտեղ մնում է, էլի ահագին։ Դե դա մոտակա 5 տարին կյանքս անվճար մտած աշխատեմ։ Ինչև տենանք ինչ անեմ։ Դերամասավոր ստեղից։ Լուսի լավ եկել եմ մանեի։ Չեմ կարող էլ հասկացել եմ, որ ինչ-որ մի բան սխալ է գնում։ Ախի ավտոդ այսինքն չէր ծախել։ Չէ, կյանք հազիվ առել եմ այդ ավտոբուս ծախեմ։ Լավ, նար ապրես, քեզ էլ իմացանք։ Սրանց հետո երբ որ հյուր ես կանչում մի հատ մտածի։ Դե պատրաստ է, չէ, անվճար քո մոտ աշխատեի արխի։ Լավ, ես գնա։ Լավ, կյանքս կներես, պատճում եմ, հո չվախեցար։ Չէ, կյանքս։ Սուտը դողում ես, չէ, հիմա ոտերը ատամները։ Սենց հիմա չգիտեմ, քիչ արդեն ոստից գցում էին։ Լավ, հաջողնար, եթերը ժամանակը թանկ է։ Այո։ Երեխեքը, ես պատրաստ եմ ամեն ինչին, Հայկի բանը։ Մյուս անգամ։
Մյուս անգամ, այո, ես ձեզ էլի կսպասեմ, ապրեք որ եկաք, շնորհակալություն։ Քեզ էլ մերսի։ Այն ձեր ձևերով ասեք, էլի դուք YouTube-ում ինձանից Հա, ավելի եթե վաղուց այսքան եք։ ժամանակ այս հրաշալի անձնավորությունը նայում եք ու չեք ֆայմել, որ պետքա բաժանորդագրվել ու սեղմել զանգակի կոճակը, հենց հիմա ուղղակի այդ սխալը։ Եվ կոմենտներում գրեք, մենք գիտենք բոլոր հայտնիներին ովքեր գալու են մեր Սև ցուցակ փարթին, բայց եթե դուք օրինակ մոնտաժող եք, րեպեր եք, Լրագրող եք։ հա, հարայինի են ոչ հայտնի աշխատողները, որ գուցե դուք եք Սև ցուցակում, գրեք, որպեսզի մեր փարթի չաթին ավել գրուպ չաթ ավելացնենք եւ փարթին կազմակերպենք։ Հանրապետության հրապարակում։ Դու այն մերսի շատ։ Հետո Հետո ստիլիստ եմ Նիկոլյանը չեմ վարձ, բայց իր հետ չի կապված։ Ադրբեջանի դրոշի հետ կապված։ Չէ, Գալյանի հետ կա, որ հետո հաջորդ օրը Գալյանի հետևից կոռացել էին աղբերս հալալա։ Սխալ մարդու, որ չէ ջոգեովա։ Ստիլիստը մտածել են ինքն։ Սաղ ինքն է։ Թեթենը Անց որ համոզված եմ, որ հա։ ստենստո իմ ընկերների մեջ չեն շփվելու, չէ, ինչ որ տենց կրիսականոտ բան է։ Դեսի շատ ընկերների մասին չեմ գրել, որ չնեղանան։ Հա, գրի հանգիստ, իրանք ով են որ։ Լավ էր արս։ Հա, Չէ։ բայց այդ անոնց է գնալ։ Հա, okay, twin դիր։ Զգուշ չընկնի։ Այն տատիկի սև պատմությունը շատ լավն է, բայց մի հատ հաղորդում եմ հավաքում նաև սև պատմությունները կարող պահեմ ընդեի համար։ Ոնց ուզում ես։ Իրան միտքը, եկեք որ մարդ կա, որ ասում է որ վեճալում արգումենտ ասում է, հիշում ես 1 միլիոն տարի առաջ այս անձնավորությունն է։ Հա, հիշաչար է։ Չէ, հիշաչար չի լավ է հիշում։ Հիշողություն ունեմ, մանե ջան, ես այնքան լավ մարդ եմ։ Էլի։ Մի հատ վատ հակնված մարդու Թոստորյանի գրի, եթե ոճաբանի կարիք ունես, դիմի հայ աստղերից մեկին։ Ում։ Ով է որ քո հետ չունի։ Կամ ովա որ ունի փչացնի։ Բայց ինչի ինձ սիրում են, մանե, ինձ լուրջ սիրում են։ Հիմա Հայկի ռեպուտացիան իմ հետ մի խառնեք։ Արագ Ազարյանը սիրում է, Մհերը Կամոն, Նազենին Հովանիսյան։ Շատ են ինձ սիրում։ Ահա, ասեց ով իրան չի սիրում, Նազենին Կամոն ու Մհերը, հա։ Իսկ ողը Մհերին զանգի Երևանում է։ Ես ասում եմ, որ դու զանգես Հրաչ Մուրադյանին ու ասես Հրաչ ջան, քանի որ դու վերջերս հրավիրել էիր հյուր ինձ Արուսին Եվային, Արուսն ու Եվան ասեցին կգան, բայց ես ասեցի չէ, խնդրում եմ, էլի կլինի կամ կներես։ Եղել է տենց բան։ Դու գնալու եք այդ հաղորդմանը։ Չէ, չստացվեց արդեն, բայց դու խնդրես, ասես ցանկացած բան։ Բայց ասում են, չէ՞ որ ձեր հաղորդմանն են։ Հա, հետո Ասա ցանկացած թեմա, կամ խոսամ ուղակի ես ասա։ Հա, այս բարիերը հաղթահարենք մեր մեջ։ Հա, դավայ։ Իսկ ինչ որ կոնֆլիկտ եղել է ձեր մեջ։ Չի եղել, ու Հայկը չի սիրում այդ հաղորդումը։ Բայց չի բլոկել քեզ։ Չէ, ոչ է ասեմ Հրաչիս համարը։ Հա, շատ լավն է։ Կողոս սյոմքի է։ Կարող է։ Հետո հետա զանգելու ինչ արեմ։ Հա, կասեմ կներեք առաքիչներ, պիցաների մոտիկ ասում։ Վերցնում։ Ուրիշի ասա զանգենք։ Իմ հետային զանգի։ Համարը։ Զանգի ասա խնդրում եմ ինձ բլոկից կհանեք։ Հա։ Ուրեք համարը։ Հա, բայց բանը։ Տարափերա խոսոս մի օր կան։ Շատ խնդալու Անդիր է։ չես հիշում։ Ինչ որ իշի։ Շի բավատ։ Բլոկ։